Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր մենք կրկին հրավիրել ենք կոմիտասագետ Էարար և մի շարք այլ գրքերի հեղինակ Արթուր Շախնազարյանին, որովհետև խիստ կարևորում ենք պարոն Շախնազարյանի ավանդական հայկական երգերի հետ կապված գիտելիքների տարածումը և պահպանումը, ինչը ուղղակի կապ ունի մեր ինքնության և էության հետ։ Այսօրվա թեման Կոմիտաս, կյանք և գործ, կյանքը և գործը, ինչպես միշտ հարցերը վերջում կխնդրեմ, ես ակնկալում եմ չափազանց հետաքրքիր և բովանդակալից երեկո վայելեք, խնդրեմ պարոն Շնորհակալություն։ Ես իմ մասին կարճ ասեմ, որ ավարտել եմ կոնսերվատորիայի 3 բաժին, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտագետ։ Ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ, YouTube-ում կա Սասի Դավիթ օպերա բալետը իմ, Սասնա ծռերը, Դավիթի ճյուղը, մինչև փոքր մհերի ճյուղ Դավիթից, որ հին եղանակների վրա է արվել այդ օպերա բալետը և վերականգնվել է մեր հին նվագարանները, Մատենադարանի մանրանկարչության նկարների հիման վրա պղնձյա փողերը, մեր հին գործիքները նաև դրանցով են նվագել և հովանավորել է դար հիմնադրամը։ Երաժշտագիտական առումով բազմաթիվ գրքեր ունեմ, հրատարակել եմ Կոմիտասի երաժշտագիտական գործերը, նույնիսկ առաջի անգամ հայտնաբերել հրատարակել եմ Կոմիտասի խազերի նյութերը, որ համարվում էր կորած, Կոմիտասի կյանքը գործը, կենսագրությունը, պետության պատվերն է եղել, նաև կոնսերվատորիան երբ ավարտեցի, արդեն 90 թվին պատրաստ էր իմ խազերի ուսումնասիրությունը, խազաբանության 5 հատորը, առաջի հատորը տպվեց 90 թվականին, ես վերծանեցի մինչև միջին բարդության խազերը, Կոմիտասը վերծանել էր պարզ խազերի մի մասը, դա առաջ տարը ավարտեցի և միջին բարդության և հետո վերահրատարակվեց այդ գրքերը, այսօր բերել եմ կնվիրեմ 5 հատորը խազերի, առաջի հատորը առոգանություն, ասերգնա, երկրորդ հատորը տաղաչափություն, ձայնեղանակներ, լադերը մեր հին, տաղաչափություն, խազեր, իրանց նշանակությունը և վերծանություն, արդեն խազերը և նոտաներով վերծանությունները 1000 տարի առաջ ինչպես են երգել այդ երգերը, որովհետև հիմա եկեղեցում դուք որ լսում եք, դրանք փոխված երգեր են, դրանք բանավոր են պահպանվել, 400 տարի երգել են 300 տարի բանավոր և այդ հարյուրավոր տարիների ընթացքում դրանք փոխվել են։ Դրա համար Կոմիտասը 20 տարի զբաղվեց, որպեսզի գտներ այդ խազերի բանալին, կարդար, որպեսզի մեր հին երաժշտությունը վերականգներ։ Ինչևէ, Կոմիտասը նաև զբաղվել է մշակութաբանությամբ, մեր հին աշխարհի պատկերի հարցերով, թե ինչպես էր աշխարհը պատկերացնում առաջ, բայց նոր էր սկսել, հետո ես այդ գործը արեցի, հրատարակեցի 1000 էջանոց գիրքը Էարարը, նախաքրիստոնեական Հայաստանի մշակույթը և աշխարհի պատկերը, ինչպես էին պատկերացնում։ Այսօրվա մեր թեման Կոմիտասն է։ Ուզում եմ երգով սկսեմ և քանի որ առաջի անգամ ես ներկա եմ, որ իմ ընկերը չկա, Հովհաննես Ազիզբեկյանն ինքն է այստեղ բերել և անցած անգամ էլ ինքը ներկայացրեց, ուզում եմ իր հիշատակին երգել Կոմիտասի Սասնա ծռերի ծողորմիները և կից ավանդական պահպանված եղանակ Արամ Քոչարյանը իր սանիկի գրառած, ուրեմն Կոմիտաս և Արամ Քոչարյան, Սասնա ծռերի ծողորմիներ, դրանք շատ հին երգեր են, մեր հին երգերն են, այնքան հին են, որ Սփյուռքում պատահել է երգել եմ, ասել եմ պարոն Շանազարյան, հիմա էլ խնդրում ենք մի հատ հայկական երգ երգեք։ Դառնամ զողորմինտի տամ, տամ ծովին արին, դառնամ զողորմինտի տամ, տամ Բաղդասարին, դառնանայամ զողորմինտը տամ Սանասարին, դառնամ զողորմինտը
մին դիտամ, հազարոր մին ձենովոհանին, քերի թորոսին, քերի թորոսին, այսքան բան։ Ուրեմն Կոմիտասի մասին, որպեսզի լավ հասկանանք, մի քիչ պետքա շատ կարճ մի պատմական անդրադարձ կատարենք, գնանք հետ Կոմիտասից առաջ։ Ինչու եկավ Կոմիտասը, ինչպես եղավ, որ հայոց մեջ հայտնվեց հանկարծ այդպիսի մարդ, հայոց մեջ հայտնվեցին Աճարյան, Մանուկաբեղյան, Թորոս Թորոմանյան, ուրեմն Հովանես Թումանյան եւ Երվանդ Լալայան, որ գրեց 27 հատոր ազգագրություն, այդ բոլոր մարդիկ ժամանակակից են եղել, ինչպես պատահեց, որ միանգամից այսպիսի սենց հրավառություն տեղի ունեցավ։ Դրա պատճառը իմ կարծիքով եւ իրենց կարծիքով, որ իրենք համարում են իրենց պապը Գարեգին Սրվանտյանցն էր։ Միջև Գարեգին Սրվանտյանցը Հայաստանի մասին, այդպես ժողովրդի մասին համարյա բան չէր գրված։ Պատմությունը վերաբերում էր իշխաններին, թագավորներին, այդպիսի արտահայտություններ այդպես քիչ էր գրականության մեջ, Մշեցի, Վանեցի, Ալաշկերտցի, Շիրակցի, Լոռեցի եւ այլն։ Գարեգին Սրվանտյանցին եկեղեցին հովանավորեց, որպեսզի գնա շրջի գավառներով եւ գա պատմի, թե այնտեղ այդ ինչ ժողովուրդ ապրում։ Մենք հիմա դրա մասին մի քիչ վատ պատկերացում ունենք, որովհետեւ մեքենայի դար է։ Ես գնացի այստեղից արևմտյան Հայաստան միջև վերջ այդ 300,000 քառակուսի կիլոմետրը ուղիղ ճանապարհով, այսինքն մեքենայով, արագությամբ եւ ասֆալտով եւ հյուրանոցներով քնելով հասանք օրեր հետո Մալաթիա։ Իսկ այն ժամանակ պատկերացրեք, սա էլ ձի էր եւ մեր պատմության մեջ մի քիչ դասագրքերում այդքան էլ լավ չի նկարագրված էլի, որ իրականում իրարից տեղյակ չէին։ Եկեղեցին չգիտեր, այսինչ գյուղը կա թե չկա ընդհանրապես։ Դրա համար պիտի մարդ ուղարկեր, որ ամիսներով գնար այստեղից, չգիտեմ, ամիսներ տևեր, միջև հասներ Սասունեն իշտեղը իմանար այդ գյուղը կա, թե թուրքականադառ է, թե եկեղեցին չկա, մզկիթ են դարձրել։ Եվ ահա ասեցին մի հատ մարդու ուղարկենք, թող գնա, այդպես մի քիչ գա պատմի։ Այդտեղ հայ ժողովուրդը եւ Գարեգին Սրվանտյանցին այսպես հովանավորեցին, ինքը գնաց ոտքով շրջեց գյուղերը, սարերը, լեռները, ձորերը, ամիսներով, քաշեց դժվարություններ, ավազակների հանդիպեց, ամեն ինչ քաշեց, զարմացավ, որ հայտնաբերեց հայ ժողովրդին, եկավ պատմեց, որ գրեց, որ այսպեսի գյուղեր կան, որ ձեր քարտեզները սխալ է, որ հարքը այստեղ չի, ապահովինքը այստեղ չի, դուք այն ինչը հյուսիս եք նշել հարավ է, դուք հələ գնացեք ոտքով, որ այնտեղ ապրում է ժողովուրդ, որը պատմում է հեքիաթներ, պարում են պարեր, երգեր, իրանց լեզու ունեն, որ դուք չգիտեք, բառարան ունեն, որ տեղյակ չեք, որ այդ ուտելիքները կամ երկրագործական գործիքները այսպիսի բառեր ունեն, այսպիսի ծաղիկների անուններ կա եւ այլն, տեղյակ չեք, մի ժողովուրդ ապրում, որը պահել է մեր մի հսկա մշակույթ։ Եվ այս մարդը նաեւ Սավսի Դավիթ էպոսը հայտնաբերեց, որ պատմում էին։ Այսինքն կարելի ասել հայտնաբերեց հայ ժողովրդին, բայց այդ հեղափոխություն ասածը, որ պիտի ծներ այդ մարդիկ, տեղի ունեցավ մի օրվա մեջ։ Ինքը գրեց մի նախադասություն, որը հայոց մեջ հեղափոխություն առաջացրեց, այդ մի նախադասությունը։ Ինքը գրեց մի բան, որ որևէ երկրի եկեղեցի չէր հրատարակի այդպիսի բան, դա կհամարվեր հերետիկոսություն։ Չէին տպի տենց բան, որ Գարեգին Սրվանտյանցը հրատարակել է։ Ինքը գրեց, երբ որ շրջեցի Հայաստանի գյուղերով, լեռներով, հասա Խարբերդ եւ հասա Ծովքլիչ, այլևս չհամբերեցի, ասում է։ Գնացի փռվեցի հողի վրա եւ ասում է համբուրեցի այդ հողը, կերա հողը, կրծեցի քարերը, արցունքներս խառնեցի հողին, արչուզեցի աչքերս երկինք բարձրացնել, երկնային արքայությունից մեծ փառք էի գտել հայրենի հողը։ Եկեղեցին դա հրատարակեց, որ երկնային արքայությունից մեծ փառք չի կարող լինել քրիստոնյայի համար, հայրենի հողը։ Իսկ Խրիմյան հայրիկը ոնց որ ասում են աղ լցրեց այդ ասացի վրա, լինելով կաթողիկոս, տպեց հրատարակեց, որ եկեղեցու պսակը բավական չի, պետք է պապիկը թորնիկին եւ հարսին փեսային տանի դաշտ, ձեռքը դնի մաճին եւ ասի ամուսնացնում եմ հողի հետ։
այս հողը չթողեք, սա է ձեր սրբությունը, ձեր հավատքը, ձեր ամեն ինչը։ Եվ երբ Կոմիտասին նկարեցին լուսապսակ, պահանջեց նկարիչին պատռել այդ նկարը եւ ասաց ու գրեց, որ ինձ համար չկա ոչ մի երկինք, բացի իմ ժողովրդի հարազատ ոգուց։ Այդպես սկսվեց հայրենապաշտությունը։ Եվ երբ Կոմիտասը եկավ, այդպիսի մի կաթողիկոս, Գևորգ IV-ը, հայրենապաշտ կաթողիկոս էր, որ հիմնել է ճեմարանը, եւ այդ ժամանակ, երբ որ ինքը հիմնեց ճեմարանը որպես հայագիտական կենտրոն, ինքն էլ գիտեք Կոմիտասին բերել տվեց Էջմիածին։ Գևորգ IV կաթողիկոսը տպեց առաջի անգամ շարակնոցը, հոգևոր մեր բոլոր երգերը նոր նոտագրությամբ, որովհետև խազերը կորել են, բանավորն էլա կորում, ասեց գոնե այդ բանավորը, որ աղա փրկեք, որ հետո դրա վրա, եւ հատորներով տպեց։ Մեր եկեղեցին միջև այսօր չի վերահրատարակել դա։ 1874 թվին Գևորգ IV կաթողիկոսը տպել է եկեղեցու հիմնական երգամատյանը, հիմնական շարակնոցը, որը միջև այսօր չի վերահրատարակվել։ Տարօրինակա, չէ՞։ Ուղղակի պատասխան չկա։ Եվ Գևորգ IV հիմնեց ճեմարանը որպես հայագիտություն եւ իր օրոք ոչ ոք հոգեվորական չի դարձել, դա էլ գիտեիք։ Ոչ մեկը հոգեվորական չի դարձել, բոլորը հայագետներ են դարձել։ Այդ ժամանակ Ռուսաստանը իմացավ հանեց Պոլոժենին, արգելել հայկական դպրոցներում, ուրեմն այդ հայագիտություն եւ այլն, հայերեն պետքա ռուսերեն պատմություն ասեն եւ այլն, եւ փագել տվեց հայկական դպրոցները, եւ ճեմարաններ փակել տալի, կաթողիկոսը ասեց, որ մենք կրոնական բաներ ենք մենակ անցնում, մեր եկեղեցու ծեսերը, ուրիշ ոչ մի բան, բայց տեսեք այդ եկեղեցին ինչ մարդիկ ա ունեցեն տեղ, Աճարյան, Աբեղյան, գիտեմ, հայագետներ, բոլոր այդ ճեմարանական ավարտածները հայագետներ են, ինչպես եւ Կոմիտասը ավարտեց, եւ Կոմիտասը ծնվեց 1869 թվականին, դրանից արդեն Գևորգ IV կաթողիկոսը 5 տարեկան էր Կոմիտասը, որ շարակնոցը հրատարակեց, 6 ամիս հետո մայրը մահացավ թագուհին, մնաց հոր մոտ, հայրը ուղարկեց Բորսա սովորելու, Կոմիտասը երբ մեծացավ, արդեն 10 տարեկան էր, հայրը մահացավ, հետ եկավ եւ մնաց որբ, իրան խնամեց իր մայրամ տատն էլ մահացավ, Յուլե հորաքույրը սկսեց խնամել, սկսեց փողոցներում թափառել, ման գալ մենակ եւ այլն, այդտեղ տարբեր կարծիքներ կա, համենայն դեպս այդ Քյոթայայի համայնքը, որտեղ Կոմիտասը ծնվեց, Գողթան գավառից էին գաղթել բոլորը։ Գողթան գավառը այն գավառն է, Գողթան գավառը, որ խորենացին գրում է արամյան գուսանները պատմում են երգելով, փանդիրով մեր հին վեպերը, մեր հին ասքերը եւ խորենացին գրում է, որ եթե ուշադիր կարդաք, երևի մի 20 հատոր բան են պատմել։ Նա ասում է պատմում են միջև Արամ թագավոր, այսինքն այդ որ խորենացին նշում է հայկից միջև ծնունդը Նոյը ծնեց սրան, այդպես ջրեղեղի նման այդ ամբողջ առասպելները պատմել են։ Միայն Վահագնի ծնունդը, որ մեզ ասել է երկներ երկիր, ասում է պատմել են Հերակլեսի արկածների չափ, պատմում էին։ Եվ այդ ամբողջը չի գրառվել, չի պահպանվել, այդ ամբողջը կորել է։ Ահա այդ տեղից էր Կոմիտասը։ Երբ Կոմիտասը մահացավ Փարիզի հոգեբուժարանում 35 թվականին, հայ ժողովուրդը նորից այդ նույն գավառից մի հատ մեծ հրաշք ստացավ, որ պիտի չլիներ, բայց եղավ ինչպես Կոմիտասը, Արամ Խաչատրյան։ Նորից Գողթան գավառի նախնիները այնտեղից են, ամբողջ, որին ճիշտ գնահատական չի տրվել միջև այսօր, կարճ ասեմ, ամբողջ արևելքի ամենամեծ կոմպոզիտորը։ Նա արևելքի երաժշտությունն է, դա արևելքն է, առաջի անգամ արևելքը դասական երաժշտության մեջ մուտք գործեց, առաջի անգամ արևելքը մտավ դասական երաժշտություն, որովհետև արևելքը մի երկիր է, Կոմիտասն ասում է մեր երաժշտությունը արևելյան ճյուղ, արևելքը մի երկիր է, որը ուներ իր փիլիսոփայությունը, իր ավանդները, Հնդկաստան, Չինաստան, իր իմաստությունը, վերջը գիտեք ինչ բնորանն է մարդկության քաղաքակրթության, բայց եղավ արևելքի ամենամեծ կոմպոզիտորը, որը պատասխան չունի, ես գիտեմ պատասխանը, բայց ոչ ոք չունի։
մյուս արևելքի ազգերը չունեն։ Չինաստանը չունի պատասխան, որ ինքը ինչի պիտի լինի 1.5 միլիարդ, ունենա կոնսերվատորիաներ, ամեն ինչ անցնեն ոնց որ մեր եւ Մոսկվայի կոնսերվատորիան, բայց Արամ Խաչատրյանի չունենա։ Ինչի պիտի Հնդկաստանը ունի կոնսերվատորիաներ, այդպիսի մեծության կոմպոզիտոր չունի, Ճապոնիան չունի, Հունաստանը չունի, 800 միլիոնանոց արաբական աշխարհը չունի, Սովետական միության 15 հարաբերություններից բացի Ռուսաստանից Շոստակովիչ Պրոկոֆիև, որը որևէ հարաբերություն Պրիբալտիկա վերցած այդ մասշտաբի կոմպոզիտոր չունեն, այդ հարցը պետք է օրինաչափություն լինի, չէ, օրինաչափություն չկա, ոնց որ Կոմիտասի պարագայում, բայց ես կասեմ որտեղ էր օրինաչափությունը։ Կամ Կոմիտասին։ Կոմիտասը մնաց, երևի կարճ անցնեմ կենսագրությունը, գիտեք, երևի շատերը, մնաց որ 10 տարեկանում ուրեմն այդպես եւ այնտեղի վարդապետ Դերցակյանը պիտի գնար Էջմիածին օծվեր որպես եպիսկոպոս եւ Գևորգ 4-րդ կաթողիկոսը ասեց հետդ մի որբ երեխա բեր ձայնեղ իմիջիալոց այն ժամանակ փնտրում էին հատուկ տաղանդավոր երեխաների հատուկ Հայաստանից տանում կրթում էին որ ազգի համար մարդ դառնան եւ ասել էր կընտրես բոլոր երեխաների մեջից եւ կբերես մի հոգու Իհարկե ասում են նա չի ճանաչել, չի իմացել Գևորգ կաթողիկոսը, երբ որ բերել են Գևորգ 4-րդ կաթողիկոսի մոտ, երգել է, ինքը ասել է ինչի հայերեն չես խոսում, չէ որ այնտեղ Քյոթայիայի բնակչությունը թուրքերեն էր խոսում, հայերեն չգիտեր, որովհետև նրանց նախնիների ժամանակ Քյոթայիայում արգելված էր բանը հայերեն այդ շրջանում խոսելը, լեզուն կտրում էին Գյավուրի, բայց արդեն Կոմիտասի ժամանակ թույլատրված էր, բայց արդեն մոռացել էին հայերենը Եվ Կոմիտասի ժամանակ այնտեղ քաղաքապետը Քյոթայիայի շատ լուսավոր թուրք անձնավորություններ, ինքը բանաստեղծ երաժիշտ, փիլիսոփա եւ շատ տեղեր տալիս արվեստին, եւ բայց արդեն մոռացել էին։ Բայց Գևորգ 4-րդ կաթողիկոսը չի գրված գրքերում, եղել է Բորսայի առաջնորդը, Թաքուհու մոր քաղաքի, Թաքուհու քաղաքի, Կոմիտասի մոր քաղաքի առաջնորդն է եղել։ Այսինքն նա բոլոր ընտանիքներին ճանաչում էր։ Երբ որ Կոմիտասին բերել են իր մոտ, ասել են Քյոթայիայից մայրը Բորսայի Թաքուհին, նա հաստատ այդ ընտանիքը ճանաչել է, այնտեղի առաջնորդն է եղել եւ գիտեր ինչ երեխա եւ նաեւ գիտեր որ թուրքերեն հայերեն չգիտի, որովհետեւ ինքը այնտեղի առաջնորդն է եղել, ինքը գիտեր որ քյոթայացիք եւ բորսացիք չեն խոսում հայերեն, բայց պատմության մեջ կա որ հարցնում է, հատուկ հարցրել, ինչի չես խոսում հայերեն, նա էլ ասել է, չգիտեմ, եկել եմ որ սովորեմ։ Դերցակյանը տանում է Կոմիտասին Եվ Կոմիտասն ասում է, իմ վրա համարձակություն եկավ, երբ որ կաթողիկոսը ասեց, ինչի հայերեն չես խոսում, ասեց, ես էլ եկել եմ, որ սովորեմ հայերեն։ Եվ ասում է, երգել գիտես, գիտեմ։ Կոմիտասը այնտեղ երգում էր եկեղեցում սովորելով շարականները, բայց առանց հասկանալու բառերը, չէ՞ որ եկեղեցում երգում էին գրաբար, եւ երգում է Լուիս Զվարթը։ Ինքը գրում է իր հիշողությամբ, որ տեսավ, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքները թափվեցին եւ գնացին Միրուքի Ծալքերի մեջ կորան արցունքները, ասոր տարեք ճեմարան ասում է, սովորեցրեք։ Եվ Կոմիտասին այսպես տարան ճեմարան, 10 տարեկան այդ երեխային, շատ արագ սովորեց հայերեն եւ տեղի ունեցավ մի հատ հետարքիր բան։ Միջև Կոմիտասը չէին կարող որոշել որն է հայ երաժշտությունը եւ շատ ազգեր չեն կարողանում որոշել, ովքեր չեն ունեցել Կոմիտաս, միջև այսօր չեն կարողանում որոշել։ Դուք կարող եք գնաք շատ ժողովուրդների մոտ այսօր անուններ չեմ ուզում տամ, բայց չնի թե եվրոպական, թե արևելքի, թե որոնք ունեն մեծ մշակույթ, հայտնի, բայց իրանց Կոմիտաս չեն ունեցել եւ 4 ցամաքից չեն ջոգում, երբ որ դուք իրանց ասեք, խնդրում եմ ինձ բերեք 20 հատ ձեր ժողովրդական երգից տվեք, իրանք ձեզ կարող է բերեն 20 հատ ժողովրդական երգ, որից 5 հատը հազիվ ժողովրդական լինի, իսկ մի 15 հատը կլինի ինչ որ կասկածելի քաղաքային երգեր։ Էլ չեմ ասում, որ Եվրոպան ինչպես է ֆոլկլորը կորցրել, օրինակ YouTube-ում դուք չեք կարող գտնել ֆրանսիական ժողովրդական երգ, շանսոններ է բերում, ագարձոնով, բանով, բայց այդ մարդիկ հող են վարել, հողագործությամբ են զբաղվել, երգել են, հարսանիք են արել, արսենյաց երգ, մայրը երեխա է օրորել, օրորոցային է երգել եւ այլն։ Մեր ժողովուրդը մինչև 19-րդ դար պահել էր ամբողջ այդ ավանդությունը, ֆոլկլորը հատկապես երաժշտության լեզվով։ Եվ միջև այդ չէին կարող որոշեին, օրինակ ասենք երգում էին հարուստները տներում իտալական օպերաներից երգեր փոխած հայերենի, մեր հայրենասիրական երգերի ժողովածու ունենք մի 20 հատորով,
այն ժամանակ տպված, որոնց բոլոր 99%-ը հայկական եղանակներ չեն։ Ասենք օրինակ միջև այսօր երգում են «Արի իմ սոխակը» որպես օրորոցային «Արի իմ սոխակ, տարարարարի», բայց իրանք չգիտեն, որ դա Կազաչենկոյի ռոմանսն է, իրանք մեղք էլ չունեն։ Եթե դու մեջն ես, չես կարող ջոկել։ Երբ որ այդպիսի երկարաններ էին հրատարակում, Կոմիտասը հոդված էր գրում, ասում է սա Կազաչենկոյի ռոմանսն է, մեզ խայտառակում եք։ Я люблю тебя, мой любимый друг, ռոմանս է սա, ռուսական ռոմանս է։ Հա, Մայր Արաքսի ափերով բողոքական եկեղեցու երգա եւ այլն։ Եվ դժվար է, որ մեջն ես, չես կարող տարբերել։ Եկմայլյանը առանձնապես չէր կարողանում տարբերել, չէր կարողանում տարբերել Կարամուրզան, Չուխաջյանը էլ չեմ ասում, որ եվրոպական երաժշտություն, ոչ ոք չէին կարող, իրանք մեղք չունեին։ Եվ ասում եմ, բոլոր ազգերը տենանք հլով ունի Կոմիտաս, որ տարբերել է իրանցը որն է, ոչ թե երգում են։ Բայց Կոմիտասը, երբ որ դառավ 13-14 տարեկան պատանի, 15 տարեկան, ինքը ուղղակի կանգնեց Արարատի դիմաց, ասեց, սա է մեր երգը, այս սա է, սա ասեց, սա մերը չի։ Այդ երեխան առանց սովորելու մի անգամից ասեց, որն է հայ երգը, ասեց, սա հին է, շատ հին է, սա միջնադար է, սա ասենք նոր են բանում 18-րդ, 17-րդ դարի է, սա հազարամյակների է, սա այն ժամանակվա ելևեժներն են, երբ հայ ժողովուրդը ծնունդ առել, ինքը ինձ է գրել է, եւ այն ժամանակից հասել է մեզ, երբ հայ ժողովուրդը ծնվել է, նոր հազարավոր տարիներ առաջ։ Պես մատը դրեց, նոտագրություն սովորեց ու սկսեց այդ բոլորը հավաքել։ Արդեն երիտասարդ էր, հավաքել էր այդ հարյուրավոր երգերը։ Եթե այն ժամանակ մահանար, ինքը էլի պիտի մնար որպես մեծ։ Եվ իրան ինչի չեն համեմատում ոչ մեկի հետ։ Մի պարզ պատճառով, ոչ թե որ ինքը ասենք մեծ է ասում են, այս ինչից, այն ինչից կամ նա բան, չէ, դրա համար չէ։ Ասենք Պարոս Սևակին չէր ասում, մենք ունենք բան հայրենիք Արարատ ու Կոմիտաս, կամ Չարենցը, որ գրեց, ասեց մեր Հիսուս, մեր առաքյալ, մեր ամենամեծ, մեր հայր, որովհետև ինքը ժողովուրդն է, եւ ինքը ի տարբերություն մեր բոլոր ունեցած մտավորականների տարածության առումով ամենատարածականն է, ինքը ընդգրկում է արևմտյան եւ արևելյան Հայաստանը, բոլոր գավառներով, եւ ժամանակի առումով ամենատարածականն է, հազարամյակների խորքերից միջև միջնադար, հազարամյակների խորքերից։ Այսինքն այդ ամբողջը ներառված է։ Եվ լավ հասկանալու համար, թե ինչ արեց նա արդեն երիտասարդ տարիներին, մենք պետք է իմանանք, որ եգիպտական գրականություն կա եգիպտական ճարտարապետություն, բայց կորած է եգիպտական երաժշտությունը, չկա։ Կա շումերական էպոս Գիլգամեշ, կա շումերական չկա շումերական երաժշտությունը, չկա աքադական երաժշտությունը, չկա հեթիթների երաժշտությունը, հին քաղաքակ, չկա եբրայական երաժշտությունը։ Այն ինչ որ հрьяաները ապարում են այսօր սենց կամ նվագում, բանում, դա ոչ մի կապ չունի Բիբլիայի ոճի հետ։ Չկա հունական հին երաժշտությունը, հունական թերթերը գրում էին Աստված հույն ժողովրդին Կոմիտաս հասցնի, որ հելլեն երաժշտությունը փրկի փլատակներից, թերթերն էին գրում, որովհետև դեռ հնարավոր էր փրկել, բայց այսօր գնացեք հունական շատ ժողովրդական երգեր, որ ասում են երգեք ու Հոմերոս կարդացեք, տեսեք դա նույն ժողովուրդն է, երբ որ Հոմերոս ես կարդում կամ իրանց տաճարի տակ կանգնում ու լսում այդ երգը, ասում ես սա լրիվ ուրիշ քաղաքակրթություն, սա ուրիշ բան է, սրանք իրար հետ կապ չունեն, բայց գնացեք Կոմիտասի երգը, երգեք մի հատ բուրգերի մոտ, կուզեք հին տաճարի, կարդացեք էպոսը եւ փռեք խալին հին եւ 6-4000 տարվա կրակարանի նախշերն էլ դրեք, որ պեղում հանում են, կտենակ նույն բանն է։ Այդ երգն ու դա լրիվ նույն բանն է, իրար չեն հակասում։ Այսինքն, եթե մի ժողովուրդ պահել է իր մշակույթը որևէ լեզվով, դրանք լեզուներ են, ճարտարապետություն, պար, գրականություն, նախշ, ինչ որ բան են ասում, երաժշտություն,
նշանակում է ինքը պահել է իր ամբողջ մշակույթը։ Եվ քանի որ մենք կորցրել էինք նախաքրիստոնեական մշակույթից հսկայական ժառանգություն, ինչպես ասեցի գրականությունը, ինչպես ասեցի ճարտարապետությունը, այսօր պահպանված է միայն Մուսասիրի տաճարի պատկերը մեր թվարկությունից 800 տարի առաջ, որ ասորիները քանդակել են, ոնց են թալանում, դրա շնորհիվ մնացել է, որ աշխարհում համարվում է ճակտոնով սյուներով ամենահին տաճարի օրինակը եւ կորցրել ենք, բայց մենք երաժշտության լեզվով պահել ենք Իշնորհիվ Կոմիտասի մեր ամբողջ հազարամյա մշակույթը երաժշտության լեզվով, այն մյուս բաները կորցրել ենք, երաժշտության լեզվով պահել ենք եւ ամենավատն էլ վերաբերվել ենք հենց դրան։ Այսինքն մի ժողովուրդ, որ երաժշտության լեզվով է պահել իր հազարամյակների մշակույթը, այնքան հին, երբ հայ ժողովուրդը ծնունդ առել, ինքը այսօր 90%-ը արևելյան կրկլոսներ է լսում ու մուղամ։ Ես քաղաքով գալիս եմ, ճանապարհին դրսից ականջից հնչում է արդեն, ամբողջ քաղաքով մեկ։ Հա։ Եվ սա նոր բան չի։ Կոմիտասի ժամանակ այս վիճակն էր։ Պոլիսում ինքը հոդվածներ գրեց, որ պոլիսում հայ հարուստները ֆինանսավորում են հոգևորականներին, որ պատարակը մուղամով երգեն։ Կոմիտասը խիստ զայրացած հոդված գրեք, ասեց ազգը կործանում եք արդեն։ Ասում եմ մեզ սա է դուր գալի, առ փողը պատարակը մուղամով երգի։ Ասում եմ բանը հասել է այնտեղ Կոմիտասը, որ արդեն նոտագրում են պատարակը եւ մեր ծեսերը եկեղեցական պոլիսում եւ այլուր, եւ վերևը գրում են մուղամի անունը, Չարգյա, Սեգյա, մուղամի անունը, երգել Չարգյահով։ Եվ Կոմիտասը նոտաներն էլ է տպում հոդվածում, ասում է տեսեք։ Ասենք Տեր ողորմյան մեր ոնց է, չէ՞։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Երգում են Տեր ողորմյա, ասես լավ է։ Երբ որ ես եկեղեցում պատմեցի մեր Էջմիածնում, հին հոգևորականներից մեկն ասեց, ուրիշ բաներ կա, որ դուք չգիտեք, եւ մենք չենք էլ տպում, դա խայտառակություն է ասեց։ Ասի ինչ, ասեց դուք չգիտեք, մեր մոտ կա այդ ինֆորմացիան, որ հայ հարուստները ոչ միայն հովանավորել են, որ մուղամով երգեն, այլ մսկիթի փողը տվել է, որ մսկիթը սարքի իր տան կողքը, որպեսզի ինքը ամեն օր լսի այդ նամազը պատուհանից։ Ինքնավո։ Այսօր նույն բանն է կատարվում։ Այսօր այդ մուղամ երկող հայ երգիչին մի երգի համար $7,000 են տալիս հայ հարուստները։ Գնում է հարսանիքի, անունները չեմ տալի։ Ասում են 60,000-ով կերգես 10 երգ, ասում է չէ, $70,000, երգը բան 10,000 եւ տալիս են, ասում են երգի։ Եվ այս նույն բանը այնտեղ էր, եւ Կոմիտասը որոշեց այդ տարիքում մի բան, որ հայ ժողովրդին պիտի փոխի ինքը, պիտի ինքը վերածնի հայ ժողովրդին, պիտի հայ ժողովրդի իր բառերով ասած թոթափի իր հագուստը, այդ ինչ որ ունի, ջարդի եւ իր վրայից գցի պատյանը, այդ իրա, եւ հագնի իր ատրուշանի հին, ուրեմն այդ բանը, հագուստը, իր կերպարը, իր էությունը։ Ես կփոխեմ, ասեց, վստահ կգնամ մենակ կփոխեմ ամբողջ հայ ժողովրդին։ Ու անցավ գործի, այդպիսի ծրագրեր ուներ։ Սկսեց գյուղերում գնալ, քարոզել, երգչախմբում սովորացնել երեխաներին, սկսեց ճեմարանի ուսանողներին թղթեր բաժանել, որ գնաք ձեր գյուղերը գրառեք, այնտեղ ինչ որ երգում են, բերեք թղթերի վրա, տվեք ինձ բառերը։ Մանուկ Աբեղյանը այդպես հավաքեցին հազարավոր չէ, խաղիկներ տպեցին հազարով մի խաղ գիրքը։ Եվ արդեն ժողովուրդն էլ իմացավ, որ իրանով հետարքրվում են, ուրախացավ, որ իրան բանի տեղ դնող կա, որովհետև միջև այդ թերթերը եւ Կոմիտասի վաղ գրում էին, որ այս մարդը ընկել է թրիքի մեջից ուզում է բան գտնի, հայի ոգի, թրիքի ու գոմի մեջից։ Ինչ ասես չէին գրում իր մասին, հալածում էին, նախանձում էին, բանը հասավ այնտեղ, որ Էջմիածնում արդեն վրան գործ բացեցին, որ ինքը գնում է երգեր գրառելու, որ կանանց հետ ուրեմն Սիլիբիլյանի միջևից վրան մեղք բարթեցին, որ հարաբերություն ա ունեցե
Եվ այդ խայտառակ նամակները կան կոմիտասի, որ ասում է, ինչ են անում իմ հետ։ Ոնց կարելի է այս բան, եւ ասում է, ոնց էլ ուրախացել են մյուս բաները, եպիսկոպոս բան տոն են տվել այս պատմությանը։ Բժշկի քննություն են պահանջում, ասում է արդեն։ Ինձ խայտառակում եք ամբողջ։ Սա նախանձն էր, որ արդեն տեսավ։ Եվ ժողովուրդը երբ որ իմացավ, որ իրանով հետարկվում են, սկսին գնալ։ Արդեն գիտեին, եթե մշեցի են, եկել են Էջմիածին, պետք է գնան կոմիտասի մոտ երգեն, որ կոմիտասը գրանցի, վանեցին, ալաշկերտցին, բոլորը ասում են գնացեք կոմիտասի մոտ, մենակ ինքը չի գնում, իր մոտ էլ գնացեք։ Օրինակ ազգագրագետ Չիթունին, որը հայ գործիքների աշխատանքային մեծ բանագր է, շատ կոմիտասը շատ մեծ էր գնահատում Չիթունուն։ Գալիս է Էջմիածին եւ կոմիտասի համար երգում է 70 վանի երգ։ Այդ մարդը ազգագրագետը 70 երգ գիտեր։ Առաջի ժողովածուն, որ կոմիտասը հրատարակեց ակնա երգերը, Ճանիկյանը, որ գրել է ակնա ազգագրական ուրեմն ժողովածուն, ակնը Ճանիկյանը գնաց կոմիտասի համար երգեց ակնա երգերը։ Այսինքն ասեց սովորել եմ, այս օրորոցայիններն են երգում, հարսանիքին այս երգեր, կոմիտասը գրանցեց, հավաքեց եւ կարիք եղավ, որ գնա Եվրոպա, ինչպես Խաչատուր Աբովյանը, նույն ճանապարհն էր, որպեսզի այնտեղ կրթվի եվրոպական բանն էլ վերցնի այդ բարձրունքը, որպեսզի գա իր ժողովրդի շարունակի լուսավորչական աշխատանքը, պետքա տեսներ Եվրոպան, առանց դրա չէր լինի։ Եվ կաթողիկոսը իրան տարավ Մանթաշյանի մոտ, Մանթաշյանը իրան իհարկե ասեց վախենամ եվրոպացի կանայք վեղարը հագիցը թանեն, կոմիտասը ասում այդտեղ մի քիչ նեղացավ, ասեց դու երևի տեղյակ չեք, ասեց եթե մի հոգևորական ուզենա իր վեղարը հանեն, ստեղ էլ կան այդ կանայք, ասել ամենտեղ կան հանեն, ասել է կատակում եմ, լավ, Մանթաշյանը։ Հետո Մանթաշյանը Խրիմյան հայրիկը արդեն Գևորգ 4-րդ կաթողիկոսին Խրիմյան հայրիկն էր փոխարինել, որ շատ սիրում էր կոմիտասին, մեկ կանչում էր իր մոտ, ասում էր արի ստեղ ծխում էր ու ասում էր արի իրար հետ ստեղ մնանք, ոչ քեզ են սիրում ստեղ, ոչ ինձ Խրիմյան հայրիկը, եւ ասել էր կոմիտասին ազատ թողեք, երբ ուզում է թող գնա գյուղ, որտեվ հետո սկսին խոսել, եք թողում, բան, այստեղ եւ այլն, եւ ֆինանսավորեց Մանթաշյանը, դե ֆինանսավորեց այնպես, ինչպես Աճարյանին էր ֆինանսավորել, Աճարյանը գիտեք, քնում էր գետնին, գրքերը ծախել էր, գրքերը դրել էր գլխի տակ եւ վերմակներ էր ծախել, որ հաց ուտի։ Մանթաշյանը կներեք, ես ճիշտը պետք է ասեմ, այդպես էր ֆինանսավորում։ Այդպես ֆինանսավորեց կոմիտասին եւ երբ որ կոմիտասը գնաց Բեռլին, կոմիտասը հասկացավ, որ այդ փողով ինքը միայն կարող է ամենանեղ փոքր խուզ վերևը շրջակում մի տեղ վարձի եւ կարա օրը մի անգամ ուտի թեթև մի կերակուրու վերջ, այդ փողը իրան չի։ Եվ սկսեց տենց ապրել օրը մի անգամ ուտելով, իր դասատու Շմիդտը տեսավ, որ սա նիհարում է։ Երբ որ տեսավ, որ կմախք է դարել արդեն, ու չի ասում, ինչի ասում, դե տես նիհարում ենք, էլի մենք երևի հայերս տենց ենք, նիհարենք։ Մի օր հետևում է կոմիտասին, կոմիտասը դուրս է գալի, հետևից գնում է, տենում է, որ մտավ մի սրճարան, մի փոքր բան կերավ, բուտերբրոդի նման, հետո գնում է տուն, գնում է հետևից, գնում է բարձանում է այդ վերևի հարկը, իր այդ խուցը, տանտիրուհուն է մոտենում, ասում է չասեք, որ ստեմ, ես իր դասատուն եմ, ուզում եմ, ասում է նստեք, ասում է ուզում եմ նստեմ, նստում է սպասում միջև գիշեր 11-ը, 10 մութ ընկներ, տենում է, որ սա այնտեղ դեռ երգում, պարապում, ոչ մի բան չի դուրս եկել, որ հաց ուտի, հասկանում է, բարձանում է վերև դուռը ծեծում է, կոմիտասը բացում է, զարմացած, ասում է անպիտան, ասում է, դու փող չունես հաց ուտելու եւ դեռ կոնսերվատորիային վճարում ես, ինչ որ բան, լրիվ էլ չէր կարող։ Այսուհետև ասում է ոչ մի շիլինգ չես վճարի, մենք քեզ գերմանացիք փող չեն վերցրել կոմիտաս, որտեղ Մանթաշովի փողը չի եկել, որ փող զրի են պարապե կոմիտասի հետ։ Ասա կճաշես մեր տանը եւ նոտայի փողը չուներ, նոտաները մենք կառնենք, համերգների տոմսերն էլ մենք կառնենք քո համար։ Եվ այդպես կոմիտասին պահում են ուրեմն ամենալավ ձևով։ Եվ մեր ազգը պետք է երախտապարտ լինի այդ մարդկանց, ինքը եւ իր կինը, սիրասուն կինը։ Եվ հետո Շմիդտը հիշում է, գրել է իր հուշերում, որ կոմիտասը մի մոլերանտ արևելցի էր, պատրաստ արյուն թափելու մի նոտայի համար, ասեմ։
Կոմիտասը 3 տարում այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ կարողացավ այդ ամբողջ կոնսերվատորիան արագ ավարտել։ Նա նաև փիլիսոփայության բաժնի դասերի նստեց, այնտեղ կուրսեր վերցրեց։ Եվ երբ որ ավարտեց արդեն այնպեսի կշիռ ուներ, այնպես էին իրեն հարգում, որ այդ ժամանակ ստեղծվել էր ամբողջ Եվրոպայի միջազգային երաժշտագիտական գիտաժողովը, որի ղեկավարն էր աշխարհառչակ երաժշտագետ գիտնական աշխարհառչակ միջև այսօր մեծ Գերմանիայի մեծերից Օսկար Ֆլայշերը։ Օսկար Ֆլայշերը բերում է Կոմիտասին, դարձնում է այդ նեղ բանի անդամ։ Այդ նեղ շրջանակի, որ ղեկավարում են ամբողջ Եվրոպայի տիեզերական գիտաժողով էր կոչվում։ Դառնում է դրա անդամ, որ ներկայացնի արևելքը, ինքը արևելքի միակ ներկայացուցիչն էր Եվրոպայում։ Եվ դրանից հետո այդ կապը արդեն ամուր է լինում։ Հիմա գան Գերմանիային։ Ինչի այդ Գերմանիա գնաց եւ ինչ արեց ինքը, ինչ անշնակում Գերմանիա գնալ։ Դա պետքա լավ հասկանան Կոմիտասին իմանալու համար։ Գերմանացի ազգը ֆոլկլորը կորցրել է, ֆոլկլորիկ ժողովուրդը նա է, որ դեռ պահում է իր ավանդությունը, իր երգը, ծեսը, հարսանիքը, ավանդությունը, օրենքը, իր օրենքը պահում է, պապական, հին մարդիկ, չէ, պահում էին։ Հայաստանը պահել էր 19-րդ դար այդ օրենքի վրա էր մեր գյուղերը, ֆոլկլորի, ծեսի, ավանդության, պարի, երգի, օրենքների, ընտանեկան օրենքների, գերդաստանի օրենքների, պապի օրենքների, ամեն ինչ կարգավորված էր։ Չպատմեմ այդ օրենքները, շատ հետաքրքիր են բաներ կա, որ ասենք շատ հայտնի չի, բայց շատ հզոր կուռ մի հատ համակարգ էր, ժողովրդի համակարգը, որը հազարամյակներ շարունակ չէր փոխվել։ Բայց երբ որ ժողովուրդը Թումանյանը ասած կորցնում է հին ադաթը նորներ չգիտի ինչ է եկել, այդտեղ փորձանք է սկսվում այլասերվել այդ ժողովուրդը։ Եթե կորցնում է այդ հինը, չինացիք շատ լավ խոսք ունեն, հին իմաստուններ, ասում է, երբ կորցնում ես ճանապարհը, մնում է ծեսը, երբ կորցնում ես ծեսը, մնում է ավանդությունը, երբ կորցնում ես ավանդությունը, մնում է սովորությունը, սովորությունից սկսվում է այլասերվածությունը, ասում է, ազգի։ Եվ երբ որ մի ժողովուրդ կորցնում է արդեն իր ֆոլկլորը, այդ ժողովրդին շուտ պետք է կրթես, համալսարաններ, դպրոցներ պետք է ստեղծես, որ ինքը կրթվի, իր մեջ կրի, էլ ինքը պետք չի այդ ծեսը անի, առավոտ զարթնի, ձուն խփի եզան ճակատին, որ հետո տանի վարի, որտեղ սենց ավանդություն կա։ Արդեն եթե ինքը գիտի դրա իմաստը, կրթված է, օրինակ, կամ կրթություն ունի, ինքը արդեն այդ ազգը փրկված է։ Գերմանացիք տեսան, որ իրանց ժողովուրդը 15-րդ, 16-րդ դարերում կամ 1600 թվին Բախից առաջ ֆոլկլորը կորցնում է, միանգամից հիմնեցին համալսարաններ եւ դպրոցներ համատարած Գերմանիայում։ Բախի ժամանակ դասերը սկսվել են առավոտյան ժամը 5-ին։ Եթե մտածում են ոմանք, որ գերմանացիները հասել են այդպիսի բանի, դա եղել է, ինչ որ եղել է, ասենց Իրան, այդպես չի լինում։ Այդ ազգը դրել է ծրագիր մի հատ, առավոտ 5-ին երեխեքը պետք է զարթնեն, գնան ու սովորեն բոլորը գյուղերով, մուղերով, ու սկսել է ամբողջ ազգը կրթել։ Հասել է այնպիսի մի մակարդակի, որ իրանց թագավորը ֆլեյտայի կոնցերտներ էր գրում եւ օրկեստրի հետ նվագում եւ միջև այսօր իրանց Շրոդերը են կանցլերը, դուք գիտեք ինչ դաշնակահար է, CD-ներ կան, Բախի կոնցերտներն է նվագում, այդ Մերկելից առաջ։ Եվ արդեն նրանց հարուստները, մեր հարուստների անունները չտամ, այդ շարքից չէին, էլի, օրինակ Բախի ժամանակ, Բախից 18-րդ դարի կողմերը 1700-ական թվականներին դաշնամուրի կոնցերտներ կար, գիտեին Բախինն է այդ կոնցերտները։ Պարզվեց Բախինը չի։ Այդ կոնցերտները գրել է 26 տարեկան Էրստ Վայմարսկին, գերցոգ, որը մահացել է 26 տարեկանում։ Գերցոգն է գրել այդ գործերը։ Եվ Գերմանիան ունի մոտ 500 կոմպոզիտոր, 500, որոնցից եթե մեկը լիներ հայ, Սպենդիարյանի արձանի տեղակ երևի իր արձանը պետք է դնեիք։ Ուղղակի այդ աստվածները երաժշտության ծածկել են այդ բանը, այդ մարդկանց։ Դրանցից ամեն մեկը 20-ած սիմֆոնիա բան, Հայդնի եղբայրը այնց ռեքվիեմներ բան ունի, Մոցարտի տղան այնց դաշնամուրի կոնցերտներ ունի, Մոցարտի հոր սիմֆոնիան, բոլորը մեծ քաղաքակրթություն են ստեղծել, մեծ քաղաքակրթություն, եւ ծնել են Բախ,
մի բան, որ միջև այսօր հանելու կա մնացել մշակութաբանների ու բաների, միջև այսօր, այսինքն կարելի է կներեք ինձ, դա իմ կարծիքն է, մարդկության ամբողջ պատմությունը բաժանել երկու մասի, բախից առաջ, բախից հետո, որովհետև չգիտեն դեռ ինչ է դա, միջև այսօր չգիտեն դա ինչ է։ Նա չի մտա, դա գրած է առանց մտածելու։ Նա 1050 հատոր է ժառանգությունը եւ գրած է առանց մտածելու, որևէ մարդ չի կարա միջև կյանքի վերջ արտագրի։ Սա ուրիշ բան է եւ ինքը գնաց այդ ամբողջը առավ իր մեջ Կոմիտասը ու հասկացավ մի կարևոր բան։ Շատ կարևոր, որ չգիտեն շատ։ Ինքը հասկացավ, որ այդ այգին եթե մտնի, ինքը կպարտվի։ Ես անուններ չեմ տալի, մեր շատ կոմպոզիտորներ կամ արվեստագետներ մտել են այդ այգին ու հայերներ սիրում են ու գիտեն թե չկա, պարտվել են, ընդեն այս տպերը այնպես մեծեր կան, որ այդ այգին չես կարա մտնես իրանց խաղը խաղաս, այդ եվրոպական երաժշտության այգին, Կոմիտասը միանգամից հասկացավ, որ ինքը ուրիշ բան պիտի անի, ուրիշ բան։ Եվ ինքը գիտեք ինչ արեց։ Ինքը այդ եվրոպական ամբողջ երաժշտությունը հիմնված է հարմոնիայի վրա։ Հարմոնիան ներդաշնակության մի հատ սիստեմա, որ անցնում են, սենց հաստ գիրք է։ Այդ հարմոնիայի հիմքը դրել է Պյութագորասը 2000 տարի առաջ վերցրեց լարը, ուզեցին մի հատ բնության օրենք գտնել, բնության օրենք, որ երաժշտությունը հիմնեն բնության օրենքի վրա ու զարգանաց, ծառը պտուղ տան ընդհանուր։ Լարը բռնեց կիսեց, ասենք լարին խփեց, այդ լարը դոյ է, ասենք կիսեց մեջտեղից։ Տեսա որ կիսում է, երկուսն էլ էլի դոյ են, նա մի օկտավ վերև։ Հետո բաժանեց սուրբ թվերի 1/3, 1/4, ստացավ ներդաշնակության հիմքը, այդտեղ սկսվեց մի խոսքով բարթանալ, զարգանալ, հասավ միջև Վագներ այդ եվրոպական հարմոնիան սպառվեց։ Դա գիտեք ինչա, բնության մեջ չկա երաժշտություն, ամբողջ հարցը դա է։ Բնության մեջ չկա երաժշտություն, ծիտիկների ձայնը, քամու ձայնը, չգիտեմ են սիրուն ձեր, դրանք երաժշտություն չեն։ Այդ 7 ձայնը գոյություն չունի։ Այդ 7 ձայնը ու այդ 12 ձայնը հայտնի չի ոնց է հայտնվել։ Դա հասկանում են ֆիզիկոսները։ Վիկտոր Համբարձումյանը, որ զարմացած էր երաժշտության վրա, այդ էր ասում, կամ Գյուրզադյանը, նույնիսկ նկարած կա, չէ՞, Գյուրզադյանի խոսքը, ասում են, դուք այս տիեզերքը Վիկտոր հետ նայել եք Համբարձումյանի հետ, ձեր համար ի՞նչն է ամենազարմանալին թվացել ամբողջ տիեզերքում։ Ասում է երաժշտությունը։ Ասում է ինչ նայում ենք տիեզերքում կարած գտնես, չկա այդ, երաժշտությունը չկա տիեզերքում։ Եվ ահա հարմոնիան այդ սպառվել էր եւ Կոմիտասը ստեղծեց նոր ներդաշնակության համակարգ, դուք պատկերացնում եք, իր արձանը, որ այդ Փարիզում դրել են, դա ներկայացրել են այդ մարդու արածը համաշխարհային բանով, դա մենակ այդ չի, ինչ որ կոտորացի համար են դրել։ Նա ստեղծել է 20-րդ դարում ներդաշնակության նոր հարմոնիա։ Այդ հարմոնիան, երբ որ հնչեց, զարմացան։ Հիմա երբ որ Կոմիտասը հնչում է այդ հարմոնիայով, ասում են, դե ասա, ո՞րն է լավը, Կոմիտասն է լավ, թե Մոցարտը։ Պատասխանը եվրոպացու պարզ է։ Չեմ կարող համաձայնել, սա ուրիշ բան է։ Սա ուրիշ բան է։ Սա շամանություն է, ինչ է, չգիտեմ։ Օրինակ շամանին կարաս համեմատես, ուրիշ բան է, չէ՞, որ շամանություն անում, կամ ասենք ուրիշ բան է արել ինքը։ Ինքը ուրիշ բան արեց, այդ ժողովրդական երկ ասածը ինքը ասում է այդ երգը, որ ես լսել եմ, այդ երգը եղել է գյուղում, երգել է աղջիկ, տարազը հագած, բնության մեջ, հայրենի անտառով, արևը մայր էր մտնում, ասում է այդ նոտագրած երգի մեջ ոչ մեկը չկա, ոչ այդ աղջկա շորը կա, մենակ երգն է, ոչ այդ արևը կա, ոչ այդ բանը կա, ոչ այդ աչքերի թրթիռը կա, ոչ իր շնչառությունը կա, որ շնչում էր, այդ հոգին, ոգին, եւ ինքը բերեց ձայներ դրեց, առանց նայելու այդ ձայնը հարմար է, հարմար չի, ձայն դրեց, որ սա նախշն է, սա տարազն է, սա արևն է, սա բանն է, եւ երբ որ դրանց մեջ այդ երգը լսվեց, պարզվեց, որ այդ երգին չի ներդաշնակած, այդ երգի մեջ ինչ որ կա, հանած է, ոնց որ տանձի կորիզը ցանես հողի մեջ, արմատ դուզգա ճյուղեր տա ու տանց տա, այսինքն ինքը այդ բջիջից երգի ստեղծել է, կառուցել է այդ կոմպոզիտորական արվեստը ստեղծեց, հայ մշակույթի կոմպոզիտորական դպրոց, հայերը ունեցան կոմպոզիտորական դպրոց։ Կոմպոզիտորական դպրոց չունեն ոչ մի ազգ, կա եվրոպական կոմպոզիտորական դպրոց։
ուրիշ կոմպոզիտորական դպրոց մեկ էլ հայկականն է, չկա աշխարհում կոմպոզիտորական դպրոց գոյություն չունի։ Ստեղծել է նոր կոմպոզիտորական դպրոց։ Եվ եկավ Հայաստան, իր գործունեությունը շարունակեց ծավալել լուսավորչական այդ գործերի հետ, որ միջազգային Եվրոպան ապշել էր այդ ստեղծագործությունների վրա։ Նա նույնիսկ Դաշնամուրը, որ այդքան հայտնի էր, միանգամից հասկացա, որ Դաշնամուրի համար ունես գործեր չի գրել, որ Առո Բաբաջանն է գրում կամ բանն են գրում բոլորը։ Այդ գրես եվրոպացիք այնքան են նվագել տենց այս ծերից եկել են ծերից գնա, հիմա ասել Դաշնամուրներ կնվագեի ձեր համար։ Նա միանգամից հասկացա, որ ստել պետք է ուրիշ բան անի։ Գիտեք ինչ արեց։ Գնաց տեսավ թառը ոնց են նվագում, Դաշնամուրով գրեց երանգի, նույն են Վաղարշապատի պարը, որ ունի Ռախմանինովյան ձևով արած Առո Բաբաջան, իսկ ինքը գրեց թառի ոճով։ Եվրոպացիք նորից լսին ասին, էս ի՞նչ է մարդ։ Սենց է էլի, ես չեմ ուզում, տարամ, նվագում ասես, տարամ, տարարարարամ, տամ, տիմ, դարամ, տիմ, դրրրրրամ, բրամ, բարամ, կամ ստե եղանական ուանգուս է բրում, 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 չանգռում է այս Դաշնամուրը։ Ոնց որ սազը չանգռի բանը, այդ գործիքները բերեց, մցրեց, սրանք լսեցին, ասին, էս ի՞նչ է։ Ասում են, հեն որն է լավ է, թե ձերը, ասում են, չի, էսի ուրիշ բան է, ուրիշ բանը մի այմատեք։ Այդ ուրիշ բանը գլխի ընկավ նաև Արամ Խաչատրյանը։ Արամ Խաչատրյանը մի հատ վիդեո ունի, ինքն է խոսում հենց։ Ասում է, երբ որ Արամ Խաչատրյանը եկա, որտեվ կոմիտաս կար, որտեվ կոմպոզիտորական դպրոց ունեինք։ Դրա համար էլ չկա ուրիշ տեղ։ Այդ ազգերը արևելքը չունեն Արամ Խաչատրյան։ Այդտիսի մեծություն։ Ինքը եկա, որովհետև կոմիտաս կար, մեր Արարատն է։ Մենք առանց Արամ Խաչատրյան շատ լավ ապրեցինք ու ապրում ենք, շատ լավ։ Ուրեմն Արամ Խաչատրյանն ասում է, երբ որ ես ընդունվեցի երաժշտանոց Մոսկվայում, ասում է, օրենք էր, մեզ բերին համաշխարհային շեդևրները, մեծ, որպեսզի մենք լսենք, տենանք ինչ մեծ գործեր կան աշխարհում երաժշտություն, ընդօրինակենք, փորձենք մենք էլ զարգանալ, որ հետո մենք էլ մեր լեզուն, մեր խոսքը ունենանք։ Ասում եմ, այդպես բան չեղավ։ Ես ասում եմ, ոչ մի բան պետք չէր, ես մի անգամից գիտեի իմը որն է։ Մի անգամից ասում եմ, իմը մեջտեղ եկավ։ Դրա համար ինքը աշխարհում ամենաշուտ ճանաչված կոմպոզիտորն է, հայտնի, որը մի քանի տարում աշխարհում բանը հայտնի է եղել, մի անգամից։ Ասում եմ, մի անգամից։ Հետո ինքն էլ հենց որ մի անգամից գրեց, ընդ լսեի զարմացան, ասին, էս ի՞նչ է։ Արևելքն է։ Իր ամբողջ փիլիսոփայությամբ, իր խորությամբ, արևելքը հին, իր հեքիաթներով, իր հեքիաթային արևով, արևելքի արևն է։ Միջև էտել էին ուզում արևելք խաղային, Ռիմսկի-Կորսակովը, բանը, տնազ էր ելնում արևելքի։ Վեկալում բան էին գրում Շեհրազադե բան, դա ոնց որ տուրիստ, ոնց որ մեկը տուրիստ լինի, այդ բանը երաժշտության տուրիստ էին։ Այս մարդը մեջից էր։ Եվ ինքը ասում է, ինքը արդեն ասում է, որ ինքը այդ այգուց չի, Արամ Խաչատրյանը, որ այդ այգում կան անմահական ծաղիկներ, հրաշք, հազարան բրբուլից բրած, այդ այգին աստվածայիններ են երաժշտության։ Ասում է, ես տեսել եք ասֆալտը, ոնց է ճղում խոտը դուրս գալ է ասֆալտի մեջից, ես այդտեղից եմ ասում, այդտեղից դուրս եկա, ուրիշ տեղից, ասֆալտի մեջից ճղած խոտն եմ։ Եվ ահա Կոմիտասը այդպիսի մեծ գործ արեց։ Եկավ, սկսեց ուսուցանել եւ շատ առաջ կգնար, շատ գործեր արեց, գնում էր երգչախմբեր էր բացում ամենտեղ, Թիֆլիսում համերգ տվեց, արտասահմանում Շվեյցարիա, Եվրոպա, Ֆրանսիա, Գերմանիա դասախոսություններ, տարածեց հայ երաժշտությունը, ապացուցեց եվրոպացիներին, որ հայը ունի ինքնուրույն երաժշտություն, նորից հարձակվեցին իր վրա, հոդվածներ գրեցին, 3 տարում կոշկակարություն հնարավոր չէր սովորել ուր մնաց երաժշտություն, եկել աստեղ իրան դրել է ինչի տեղ, բան, բայց դիմացավ այդ ամբողջին, բայց բանը հասավ այնտեղ, արդեն այն աշճան թունոտ մթնոլորտ դարձավ, Էջմիածինը, երբ որ Ղրիմյան հայրիկը մահացավ, բոլորը արդեն դեմ էին եւ այդտեղից հեռացավ Աճարյանը, Աբեղյանը, բոլորին այդ մարդկանց իր անկերներին բոլորին հանեցին, այնպես արին եւ ինքը նամակ գրեց, որ գոնե ինձ ուղարկեք Սևանի Մենաստան կղզի, գնամ իմ կյանքի վերջի օրերը, գնամ այնտեղ գլուխս կախ աշխատեմ, ընդեղ էլ մեռնեմ։ Էդ էլ մերժվեց։
Եվ պոլիսից մտավորականները կանչեցին մեր, որովհետև պոլիսը մտավորական կենտրոն էր, Դանիել Վարուժան կար, Սիամանթո կար, Զարդարյան կար, այնտեղ շատ զարգացած հայեր կային, Գրին Կոմիտաս, Պանուգոր Թերլեմեզյանը վեր կաց ու արի մեր մոտ։ Համոզեցին եւ 1910 թվին Կոմիտասը գնաց պոլիս, գնաց իր հայրենիք, տեսավ իր Քյոթայան, հոր-մոր գերեզմանին, գնաց մոր քաղաք, իմիջայլոց արդեն հայերը այնպես զարգացած էին, որ պատկերացրեք ինքը գնաց մոր քաղաք եւ Քոթայա երգչախումբ կազմեց 40 հոգանոց, 60 հոգանոց համերգ տվեց տեղում։ Այսօր չես կարող գնալ Հայաստանի մի քաղաք, հավաքել 40 հոգանոց երգչախումբ համերգ տալ։ Ինքը գնաց պոլիս, պոլիսում հավաքեց 300 հոգանոց երգչախումբ։ Ուրեմն այսօր Հայաստանի ֆինանսավորմամբ սովետական միության ստեղծած ամենամեծ երգչախումբը մեր կապելան էր Հովհաննես Չեքիչյանը, որ ղեկավարում էր 80 հոգի, աշխատավարձով, ամեն ինչով։ Իսկ պատկերացնում եք, նա գնաց հավաքեց 300 հոգանոց երգչախումբ պոլիսում, հագու կապով, գեղեցիկ հագնված, սպիտակ ձեռնոցներով աղջիկները, նրանք խոսում էին ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, դաշնակահար էին, կրթություն էին ստացել, երգիչ էին, այդ տիպիսի ընտանիքների զավակներ էին, բոլորը զարգացած։ Եվ երբ իմացան Կոմիտասն եկել է պոլիս, մի ոգևորություն սկսվեց հայության մեջ, նախանձը գնաց մյուս քաղաքները, որ Կոմիտասը պոլիսում է, 300 հոգանոց երգչախումբ է հավաքել եւ հեղափոխություն է անում։ Մի շաբաթ հետո ամբողջ պոլիսը երգում էր Սոնա Յարը։ Արդեն այդ երգերը տշեցին, գցեցին դուրս, այդ պատարակ-մատարակ ուղեց, գնաց մանկապարտեզները ուղեց, դպրոցները ուղեց, ինչ պիտի անցնեն, պատրաստեց աշակերտներ, որ ասեց դուք պետք է գնաք հիմա Հայաստանի շրջանները տարածեք այդ բանը բոլորին, այսինքն երաժշտությունը ընտրեց միջոց ազգը կրթելու։ Ինքը ասում էր սա ամենահեշտ ձևն է։ Քարոզը ժամանակ է պետք, որ մարդ հասկանա Մարսի։ Իսկ ձայնը ժամանակ պետք չի ասում է, ականջից մտնում է ներս, փոխում է մարդուն միանգամից։ Եվ վատ երգը կարող է վնաս տա, ամենավտանգավոր զենքը լինի, որովհետև ինքը ձեզ չի հարցնում, ինքը ձեր ականջից մտնում է ներս եւ այնտեղ սկսում է ապրել առանց հարցնելու մեր երեխաների ականջից այս այլանդակությունները եւ սկսում է փոխել ներաշխարհը ավելի հզոր, քան դու կտանես իրան դպրոց, կասես դու էս, դու հայ չես, դու էս, չէ, նա ավելի վնասատալի, քան Թուրքիայի դրոշը բերեք կախեք օպերայում կամ ամենհայի տանը, ավելի վնաս է տալիս։ Երաժշտությունը գերմանացիք դա հասկացել էին, գերմանացիք նացիստներից բռնած նրանցից առաջ, Նիցշեից առաջ ժողով արեցին ազգը փրկելու, ազգը բանալ, ասին ինչը վերցնենք, ասին երաժշտությունը մեջտեղ, ազգին գլխին լավ իմաստով տալու համար ու մեր բուրը վերցնելու համար, որովհետև ժողովրդի լեզուն ծեսի լեզուն է։ Այսօր ժողովրդին հա քարոզի, չի ուզի լսի, բայց հələ թող կաթողիկոսը վաղը մի հատ հերոստացույցան ասի, գիտեք ինչ, այդ զատիկի ձուն, որ ներկում եք, սխալ եք ներկել, մեջտեղը պետք է մի հատ դեղին կետ դնեիք։ Դուք կտեսնեք մյուս օրը հայ ժողովուրդը ոնց կխառնվի իրար, Սփյուռքից միջև ստե, գյուղերով։ Բոլորը կխառնվեն իրար։ Ոնց զատիկի ձուն, կետը դրել եք, կետը, որտեղ սա իր լեզուն է, ծիսական լեզուն։ Եվ երգը այդքան մեծ ուժ ունի։ Ու Կոմիտասը սկսեց այդ փոխել։ Նա իսկապես մեծ բան արեց, արդեն փոխել էր։ Դուք պատկերացրեք, ինքը պոլիսի ճանապարհին մտնում է Բաթում, Բաթումում հավաքում է 40 հոգանոց երգչախումբ, մի շաբաթում սովորացնում է մի համերգի ծրագիր, համերգ է տալիս։ Ընդդես մտնում է Թիֆլիս, հավաքում է Թիֆլիսում համերգ է տալի, համերգ տալով է գնացել պոլիս։ Պոլիսից գնում է Եգիպտոս, Եգիպտոսում 10 օրում հավաքում է 150 հոգանոց երգչախումբ։ Հավատալու բան չի, բայց նկարը կա, չէ, Եգիպտոսի համերգի, այսպես շարված զորքը, Կոմիտասը մեջտեղը, 150 հոգի։ Եվ համերգ է տալիս, եւ ֆրանսիական դեսպանատունը թերթը գրում է ֆրանսերեն, որ Ֆրանսիայի երգչախումբը այսքան մաքուր չի երգել, էսի չեն անում սրանք։ Սա ինչ հրաշք է։ Այսինքն ամբողջ հայ ժողովուրդը զարթոնք էր ապրում։ Այնտեղ Դանիել Վարուժանը եւ Սիամանթոն հիմնել էին արդեն այդ ամսագիրը Նավասարդը եւ հեթանոս խմբակը եւ հավաքել էին մտավորականներին ծրագրեր էին կազմում եւ Կոմիտասը միացավ իրենց,
Դանիել Վարուժանը, որ հացին երգը գրեց իր վերջի այդ շարքը, հենց Կոմիտասի ոգևորությամբ էր այդ, որ ինքը գութաներ գերը եւ հացի արարման փուլի երգերը գրառել էր, այդ ոգևորությունն էր, որ դրթեց իրանց գրելու այդ հացի երգը եւ այլն վերադառնալու այդ արմատներին։ Նույնիսկ Կոմիտասի վերջի երգը, որ ասեն, որ նա եղել կզարմանաք, բոլոր հիշում են, չի պահպանվել։ Աքսորից, երբ որ ինքը հետ է եկել, մի խրոխտ հիմն է երգել, Անահիտի հիմնը, Անահիտ Աստվածու, եւ որ ասել են վարդապետ, այդ բառերը որտեղից ումն է այս բառերն է, որ դու երգում ես, ասելա մեր նոր նարեկացին Սիամանթոյին էր, չէ՞ ասում, մեր նոր նարեկացին բառերն ասելա, որ կերգեմ, չպահպանվել։ Եվ պոլիսում ուրեմն այսպես հզոր գործունեություն գնում էր Փարիզ գիտաժողովի, արդեն հայ երաժշտությունը, եթե Եղեռնը չլիներ, այսօր հայ երաժշտությունը աշխարհին հայտնի էր լինելու եվրոպական երաժշտության բանը, միանգամից ամեն ինչ կտրեցին։ Գնում էր այնտեղ, թուրքերը խնդրում էին, որ բացի թուրքական կոնսերվատորիա, ինքը ուզում էր հայ երաժշտանոց բացի հարուստներից բողոքում էր, որ փող չեն տալի հայ հարուստները եւ դաս էր տալիս սուլթանի ուրեմն տղայի կնոջը եւ երեխաներին, նրանց ինքը դասավանդում էր։ Իմիջիայլոց երբ Կոմիտասին ակսորեցին, սուլթանն էլ բարև միջնորդեց, տղան գնաց չոքեց օր առաջ, ասեց Կոմիտասին հետ բեր, ասեց դու գիտես դրանք ինձ լսում են, այդ բանը էլի, այդ երիտ թուրքերը, հա։ Ուրեմն եւ վերջում մանկական երկարանն էին կազմում Չիտունու հետ, երբ սկսվեց ակսորը։ Կոմիտասին, գիտեք, մեր մյուս մտավորականները այդ ակսորեցին, ինքը առանձին մի 7 հոգու հետ Բժիշկ Թորգոմյանի եւ այլնի հետ գնաց ուրեմն չանկր եւ արդեն տեսան, որ սա չեն կարող մարսեն, այդ մտավորականներին սպանել են, բայց շատ մարդիկ են միջնորդում եւ ասում են ամբողջ Եվրոպայում աղմուկ կբարձրացնենք, Մորգենթաուն, Ամերիկայի դեսպանը միջնորդեց, ասեց դուք պիտի նրան վերադարձնեք եւ կարացավ Մորգենթաուն եւ Սուլթանը եւ շատ այդ մարդիկ հասնել նրան, որ հրաման եկավ Կոմիտասը եւ իր հետ եկողները ետ վերադառնան։ Բայց արդեն նա ակսորին այնքան բան էր տեսել, որ նրա հոգեկան վիճակը երերում էր, որքան էլ ասեն, երբ որ ինքը եկավ հետ, սովորական սկսեց իր գործով զբաղվել, բայց արդեն նկատել էր բանը, Բժիշկ Թորգոմյանը, երբ որ տղային ուղարկում է, որ բերի իր տուն, տղան ուշանում է 2 ժամ, 15 րոպեվա ճանապարհատունը, նոր տղան գալի ասում է, ինձ թևից բռնած, տանում էր ուրիշ ճանապարհներով, ասում էր, մեզ կարող է հետևում են, արի գնանք այս փողոցով, այն փողոցով, այն փողոցով, եւ ասում է այդպես բերեց։ Հետո Հարենցը բժիշկ ասին տար քո ամառանոց, այնտեղ Կոմիտասը լավ կզգա, եւ ակսորից գալուց հետո ինքը վերջացրեց Մշո շորոր շարքը, Մշո շորորը դա հեթանոսական 5 քրմական պարերն են մեր, որ ինքը դա վերջացրեց, նույնիսկ ակսորից գալուց հետո Հարենցի տունը, բայց Հարենցի տանը կղզի էր դա, Հարենցը կղզում տուն ուներ, հարուստ բժիշկ էր, ֆոտոն էլ կա կղզում Հարենցի հետ նստած։ Եվ Հարենցը մի օր մտնում, տեսնում են, որ քանի անգամ տեսնում են թաքնված է տան մեջ, այսինքն չկա, մեկ էլ մութ, մոմը վառում է, մեկ է սեղան հետևից դուրս է եկել, մոմը փչել էլի թաքնվեր սեղանի հետև։ Եվ վերջը հայերը որոշեցին, որ Կոմիտասին պիտի տանեն Թուրքիայի ռազմական այդ հիվանդանոցը, հոսպիտալը, հոգեբուժների մոտ, թուրք էին բժիշկները, եւ իրան տարան այնտեղ, իր ձեռագրերը սնդուկը տարան պատրիարքարան, եւ այդ ձեռագրերը, որ կորած են Կոմիտասի, պատրիարքարանից են կորել։ Այսինքն ճիշտ է, այտենց ասում են վերցրեցին նրա ձեռագրերը պատրիարքարան տարան, այնտեղից է կորել։ Կոմիտասին տարան, նա մնաց այնտեղ, ընդունում էր մարդկանց շատ քիչ, բայց անընդհատ բողոքում էր, օրինակ Չիթունին, որ գնացել է, դե Չիթունին լավ է ընդունել ու ասել է ուր է իմ ձեռագրերը, ուր տարան, իմ խալին, իմ Թերլեմեզյանի նկարը, իմ իրերը ուր են, ժամացույցս ուր է, բան ուր է, այդպես պահեցին քանի տարի, 4 տարի եւ հետո Փարիզում որոշեցին Կոմիտասին տեղափոխել, այնտեղ հանգանակություն արեցին, Կոմիտասը չէր համաձայնվում գնալ, իրան մի կերպ ուրեմն զորով, համոզելով, բանով, տենց հանելով, իմիջիայլոց էդ չի գրված ոչ մի գրքում, երբ նայում ես այն օրը, որ Կոմիտասը դուրս է եկել հոգեբուժարից համաձայնվել է մի կերպ, դրա հենց առաջի օրը թերթը լույսատես է, որ դատում էին,
բաներին, երիտթուրքերի դատի բաննա լույս տեսե։ Երևի ինքը հենց նայել է, բան վստահ եղե։ Դուրս եկավ ուսանող դրեցին հետը, իրան տարան Փարիզ, Փարիզում մի անգամից հոգեբուժարան չեն տարել, առաջնորդարանում են պահել, տեսել են նորից թաքնվում է։ Եվ տարան արդեն հոգեբուժարան, լավ հոգեբուժարան էր, հետո հայերը չֆինանսավորեցին, փող չունեցան տալու, տարան ավելի ցածրակարգ հոգեբուժարան, այնտեղ ինքը ուրեմն մնաց, գիտեք, արդեն 20 տարի հոգեբուժարաններում անցկացրեց, անպտուղ, պայծառացման պահեր լինում էր, գնացել են մոտը տեսնելու, շատերին չէր ընդունում, շատերին ընդունում էր, նույն հոգեկան հիվանդությունից ստացավ մահացավ իր սիրելի աշակերտ Արմենակ Շահմուրատյանը, նույնպես հոգեկան հիվանդությունից է խանգարվել մահացել Մակար Եկմայլյանը, երևի չգիտեիք։ Նրա ձեռագրերն էլ այդ հոգեկան հիվանդ լինելուց հետո ամբողջ 90%-ը կորած է, Մակար Եկմայլյանի չկա։ Եվ ուզում եմ ձեզ մի հետաքրքիր բան կարդալ, որ հոգեբուժարանում 35 թվին, թե 1-3 թվին հարցազրույց է տվել։ Մտել են ու համաձայնվել է հարցազրույց տա։ Որը թարապես չէր համաձայնում խոսել 31 թվականին։ Հարցը ասում է. լսեցի, որ Փարիզ շատ հայեր եկել են, ինչ կնեն, անհանգստացավ Կոմիտասը։ Կարծեք, որ մենք ալ պիտի վերադառնանք մեր հայրենիքը, հայր Սուրբ։ Անշուշտ, ոչ թե կարծեմ, այլ կհավատամ, ան որ տուն ունի, հայրենիք կերտե, ան որ հայրենիք ունի, ազատ է ու կստեղծագործե, ստեղծագործությունն արվեստ է։ Այո, հայ Սուրբ։ Դժբախտաբար հայ արվեստը շատ փոքր է բաղդատման օտար արվեստերու։ Իսկ ինչու կբաղդատեք մեր արվեստը օտար արվեստերու հետ։ Մեր արվեստը պետք չէ ցուցադրել ուրիշներու։ Աշխարհնական ջունի կլսե, աչք ունի կտեսնե։ Եթե արվեստը արժեք ունի, անիր գնահատակ կգտնեք։ Մի երգեք ուրիշներու տան մեջ, այլ երգեք ձեր տանը մեջ։ Ամեն մարդ իր տանը մեջ ազատ է, ինչպես ես իմ տանս մեջ։ Իսկ հիմա գիտեք, չէ, հայերը բյուջե են ծախսում, ասենք մի ամբողջ օրկեստր 150 հոգու տանում են դուրս, որ Կանադան նվագեն կանադացիների համար, կամ երգչախմբերը տանում են Փարիզ, բան ամբողջ հյուրանոցները պահում, որ այնտեղ իրանց համար, բայց մեր գյուղերում մեր ժողովուրդը ռաբիսի մեջ թաթախված է, իրանց համար ոչ մի բան։ Դու տանդ մեջ երգի քո երգը, օտարը կգա կիմանա, որ տեսեն գնում են Աֆրիկայի ժողովուրդներին են գտնում, որ իրանց պարն են պարում, որտեվ իրա տան մեջ։ Բայց ազգը փչանալու վրա է այս օտար հողերու վրա, վարդապետ։ Դուք մի վախենաք այդ փչացումից, եթե ամբողջը փչանա, գեթանուր մեջ մեկը պիտի գտնվի հայմը, որ կայծիմը պես պիտի բոցավառե մյուսները, ինչպես ցորենի հատիկը կմեռնի հողին մեջ, բայց անոր մահով կյանք կառնեն մեկեն ավելի հատիկներ։ Այնպես էլ ազգիմը մեկ զավակը դարձյալ կենթանացնե ու կպերկե թե ազգը, թե ազգային արվեստը։ Եվ այլն։ Երաժշտությունը տղաս հոգեկան այն հսկա ուժն է, որ կտիրապետե զգացումների վրա, երաժշտությունը տիեզերական այն լեզուն է, որ մարդկային հոգիները առանց թարգմանի ուղղակի հաղորդության մեջ կդնե, կլսես, բայց չես տեսներ, կտեսնես, բայց չես կրնար բռնել, կզգաս, բայց չես հասկանար։ Ազգային երաժշտությունը ազգի մեծության չափանիշն է, երաժշտությունը որքան մեծ է, ազգն էլ նույնքան մեծ է։ Հայ գեղչուկն ալ ուներ իր երգը եւ անկերքեր իր տանը մեջ։ Գեղչուկը կարդալ չգիտե, բայց երգել գիտե, այն կերք իր գյուղը, իր հողը, իր տունն ու հայրենիքը, ան այս բոլորը դարձյալ պիտի ունենա, եթե այժմ փոքր է, վաղը պիտի մեծնա, ինչպես մի երեխա մեծանալ է վերջ, իր տունը կազմե։ Սա վերջի իր բանն է։ Հիմա ես ձեզ համար ցույց կտամ, ուրեմն Կոմիտասը գրառեց հարյուրավոր, հազարավոր երգեր, պահպանվել է Կոմիտասից 1500 երգ, 1500 երգից մինչև այսօր երգվել է մոտ 150-200-ը, մոտ 1300 երգ ընդհանրապես չի երգվել որևէ տեղ, երբեք չի հնչել, եւ Կոմիտասը այդ իր շատ երգերից իր կենթանության օրոք կազմեց 100 երգից, 250 երգից բաղկացած երգարան, որպեսզի չափանիշ, որ սա մեր չափանիշն է, ոնց որ մեր երաժշտության ավետարանն է։ Եվ սա ամբողջ աշխարհին կարակ այս 100 երգը ընտրած ցույց տակ։ Այսուհետ, երբ որ ինքը կազմեց դա,
հայ ժողովուրդը ունեցավ մետր, ունեցավ չափանիշ, այսուհետ ամեն ինչ չափվելու էր դրանով, կոմիտասով, այսուհետ եթե ուզում եք իմանաք մի բան ինչքան է հայկական, պիտի բերեք չափեք դրանով, եթե այս բանը այսքան հայկական է, ճարտարապետությունը պիտի դնեք այդ երկի կողքին, ինքը տվեց այդ չափը, չափանիշը, և շատ հին, Կարունոշորորը, դա երևի այն պարն է, որ քարանձավերում են պարել, այդ իրա Կարունոշորորը, իր այդ հին հարսայնած արևի երկի երկերը, եղանակները, դրանք այնքան հին են, որ դրանք մեր էությունն են, թե ինչպեսին, ես ես կերքեմ դրանցից։ Հա, օրինակ չրեցված երկերից երքեմ մի հատ, օրինակ հատ հայտնի։ Գիտեք ինքը այտենց երկեր է գրառել, որոնք նաև շարաններ են, հերթով նույն երկի տարբերակներով գնում են, վանեցիներն են ասենք երկել, օրինակ այս երկերը չեն երկվել, օրինակ հոյնար հոյնար, նար հինար նար, հոյնար, նար հոյնար, հոյնար, հեյնար, հեյնար, հոյնար, նահազան յար, նահարե, սարի ուսին բլերա, հեյնարե, սարի ուսին բլերա, հեյնարե, նարե, նարե, հեյնար, հեյնար, հեյնարե, նարե, նարե, հեյնար, հեյնար, հեյնարե, Պուտկոպալավի պեցի, հոյնարնար ավանցի, Կոմրկի դրու գուրուշ, հոյ տնավեր կախկցի, նար հոյ, նար հոյ, նար հոյ, նար հոյ, նար հոյ ջան, մարոյ, օյ, մարոյ, 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 մարոյ ջան, տոտղա տղա ջան տղա, հոյնար, հոյնար, հոյնար ջան, իրեք աշկես մեր պատով, մարոյ, մարոյ, մարոյ ջան, նար հոյ, նար հոյ, նար հոյ ջան, մարոյ, մարոյ, մարոյ ջան, հոյնարամ, ճախրագի ոտգորի, հոյնարե, 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 կալակավը սիքարեր, հոյնարե, հոյնարե, ոստանաբալակ սարեր, հոյնարե, հոյնարե, ճախրակի շարժեն լեներ, հոյնարե, հոյնարե, հոյնար ջանım հոյնար, հոյնար ջանım նար, հոյնար ջանım հոյնար, 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 հոյնար ջանım նար, հոյնար ջան, հոյնար, հոյնար ջանım հոյնար, հոյնար ջանım նար, հոյնարե, նարե, նարե, հոյնարը, հոյնարը ջան, հոյնարը, մարե, մարե, հոյնարը ջան, հոյնար, 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 հոյնար ջան, հոյնար, 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 հոյնար ջան, հոյնար, 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 հոյնար վախ, հոյնար, 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 հոյնար վախ, Narevach, narama, 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 hoy, nar, hoy, narevach, narevach, narama, 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 hoy, nar, hoy, narevach. Այսպես բարելով գնալով արագացնել են, էլի բարը, հրամանեկեսը։ Ահա, բանը
Ինքը շատ տեղ էր տալի բնության երգերին, որտեղ եւ շատ բնության երգեր ունի, շատ։ Որ օրինակ այս երգը չի երգվել, ոնց որ շաղը դրած վրան գարունը լինի։ Եվ ամեն երգս 5-6 տարբերակ ունի, գիտեք, այս որ երգում եմ մեկն է։ Սարերեն գարուն գուգա Սև սրտես արուն գուգա Կարոցել եմ իմ յարը Ով գիտե երբ տուն կուգա Եվ այս երգը ունի շատ տարբերակներ գրառել է ամեն անգամ այդ երգերից բնության օրինակ շատ հայտնի է Ալագյազը, չէ՞ գիտեք խաղաղ, բայց միշտ սխալ են երգում, էլի, չգիտեմ այդ վոկալով որ երգում են բան Ալագյազ Սարնամ բելա վայ լե ջան վայ լե ջան աղբերի ձին թամբելա իմ մայրիկ ջան իմ մայրիկ ջան աղբերի ձին թամբելա վայ լե ջան վայ լե ջան ելե դաշտը խաղցելա իմ մայրիկ ջան իմ մայրիկ ջան ելե դաշտը խաղցելա վայ լե ջան վայ լե ջան անձրև եկել թրջելա իմ մայրիկ ջան իմ մայրիկ ջան օրներ ուրբաթ լուսի շաբաթ Կաշտեր իրենք մալաքավեն Տավագ եկավ ջզիրու խաղքեն Տվինի ձեր մոգաց միրզեն Հազար ափսոս մոգաց միրզեն Արեց կարդաց քաղցրիկ լեզվեն Պաղես մաղդեն շլին աչքեր կախվավ չանեն Խաղվավ կարմիր գույն երեսեն Հազար ափսոս մոկաց միրզեն Սայլ հին երգերից Բանը ինքը շատ սիրում էր թակվորագովքերից երգեմ, ձեզ շատ էր սիրում այս երգերը 190
182 էջ հեսա։ Սա է։ Սրանք շատ, ինքը ասում էր, որ սրանք շատ հին երգեր են։ Դե Հարսանյաց մեր հին ծեսը արևի լուսնի ամուսնությունն է խորհրդանշում, Փեսային ասում են արև, Հարսին լուսին եւ խորհրդավոր ծեսեր, տաշի տուշի չէր։ Մեր թագվորներ խաչվար խաչում մաչ, պասակներ կարմիր, արևներ կանաչ, մեր թագվորներ խաչվար խաչում մաչ, պասակներ կարմիր, արևներ կանաչ։ Եվ ծառը զարդարելու երգը, գիտեք, որ ծառ են սարքում, Հարսանյաց և ծառը երբ որ պատրաստ է լինում, օրհնում են։ Երկնեց գետնից սուրբ զորությունով, այն ծառն ծաղիկ էր, ծաղկեցավ, ծառ բազմեցավ, կանաչ ու կարմիր, էջմիածնա սուրբ զորությունով, այն ծառն ծաղիկ էր, ծառ ծաղկեցավ, ծառ բազմեցավ, կանաչ ու կարմիր։ Եվ այլն, մենք ունենք 400 Հարսանյաց երգ, այդ 7 օրվա Հարսանյաց ծեսի 400 երգ ունենք, որից 114-ը Կոմիտասինն է, Հարսանյաց երգեր 114։ Եվ վերջում ձեզ համար կերկեմ իր սիրած երգերից մեկը Լոռու գութաներգը, ինքը Լոռու գութաներգի վրա գրեց մի հատ լայնածավալ վերլուծություն, ամբողջ երգը քանդեց, բաժիններով վերլուծեց, դա համարվում է աշխարհում մեկ երգի վերլուծության ամենաանկրկնելի օրինակը, չգերազանցված։ Եվ ինքը այդ երգը վերլուծում, գիտեք ինչի համար։ Ես ասեցի, որ ներդաշնակություն էին, չէ՞, փնտրում 20-րդ դարում, նոր սիստեմ, սպառեց իրան այն դասական ներդաշնակությունը, եւ բնության մեջ փնտրում էին նոր մի հատ օրենք, բայց չէին գտնում, որովհետեւ բնության մեջ երաժշտություն չկա։ Բարտոկը մի 19 տարի երաժշտություն չգրեց, 20,000 երգ հավաքել հունգարացիների համար, Շոնբերգը, որ ստեղծեց ժամանակակից ատոնալ սերիալական երաժշտությունը, մի 15 տարի Շոնբերգը չգրեց, սպառել էր այդ հարմոնիան, չգիտեին ինչ անեին, նոր մի հատ օրենք էին փնտրում եւ մինչեւ այսօր չկա այդ օրենքը։ Այսօր կոմպոզիտորները գրում են, ասենք ոչ թե օրենքով ոնց որ այն ժամանակ այդ հարմոնիայով, այլ ինչ որ ձեռնգնում ամեն մեկը իր ոճով, իր փնտրտուքով, իր բանով։
այդպես չնայած Շոստակովիչ Պրոկոֆիև դասականի մեջ են, դասական հարմոնիայի մեջ են իրանք։ Ուրեմն եւ փնտրում էին նոր հարմոնիա եւ Կոմիտասն էր փնտրում եւ ինքը ունի ապագայի երաժշտության մասին։ Ես չեմ տպել դեռ հոդված իր գրությունները ապագայի երաժշտության եւ այդ հարմոնիայի մասին ինքը հետարքիր բան է ասում։ Երբ որ այդ բնության մեջ չեն գտնում, ինքը մտածում էր, որ կան երգեր ժողովրդական, որոնք գյուղացին այնքան բնական վիճակի մեջ է եղել հողի հետ երգել, որ դա ոչ թե մարդու երգն է ելևեջը, այլ ասում է այդ երգերի մեջ կա բնության օրենքը, ելևեջը, բնության։ Եվ եթե այդ երգերը վերլուծեք, գտնեք բնության ալիքը, այդ ալիքի վրա, այդ բնության օրենքի վրա կարող եք հիմնել ապագայի երաժշտությունը։ Դրա համար ինքը այդ երգերը քանդում էր, աղյուսակներ էր կազմում, երկրաչափական ձևերի էր վերածում, մաթեմատիկական թվերի էր վերածում նոտաները եւ գրում էր ոգի, այս բաժին, քերականությունը սենց մի երգը։ Այդպես քանդում էր, որպեսզի գտնի այդ օրենքը։ Այ Լոռու Գութաներգի մեջ մի օրենք գտավ, որ բնության ինքը ասեց, որ սա բնության ձայնը կա մեջը, որովհետև ասեց, այս երգի մեջ կա անես մաթեմատիկական օրինաչափություն, որ չի կարա մարդը, ասենք, եթե նենց երգում է, այդ լրիվ այդ ֆիզիկայի օրենքները մեջը լինի։ Ինքը այդ երգի մեջ գտավ, որ 5 թվի վրա է հիմնված։ Ինքը ասեց, նայեք, վանկերը 5 վանկանի են, ռիթմը գնում է 5-ով, տա, նույնիսկ մի ձայնը, որ պահում է, ձայնի մեջի թրթիռը 5-ի է վերածում։ Հո, այսինքն հո, չի լսվում, բայց 5 է։ Ասում է 5 ձայնից է ելևեջը իջնում։ Յոա, բացականչությունը, յոհա, յոա, հո, մյուսն էլ է 5։ Եվ ասում է 5 տեսակ տենց 5 ձայնից ելևեջ կա։ Ու այդ բերում է թվերով բանով, որ սա բնության երգ է։ Եվ ես մի անգամ էլ եմ վաղտ ասեցի, որ երաժշտագետները գլխի չէին ընկել, այդ բանը գլխի ընկավ Մարտիրոս Սարյանը եւ գրեց, ասում է, երբ ես լսեցի Կոմիտասին, հասկացա, որ հողը երգ ունի, որ հողը ձայն ունի, որ սա հողի երգն է, մարդու միջով արտահայտված։ Դրա համար է այդ երգը այդպիսին։ Եվ այդ ինքը չհասցրեց այդ օրենքներով զբաղվի, ինքը ասում էր մի օրենք պետք է ստեղծել, որ նոր դասական երաժշտություն աշխարհում զարգանա, բայց ինքը չգիտեմ, կաներ, չեր անի եւ այլն։ Լոռու Գութաներգը։ Հո, օրհինյալ է Աստված, հիշյալ է Աստված, հո, յոա, հո, Preragomeš, ho, joa, taragomeš, ho, joa, ragomeš, ho, jo. Lusa car, parkester, bari şatacav, he, ho, joa, ho. Prerejan ho proprio gijan, shimaljan ho pro gijan, sevojan horolai, lachinjan horolai, horolo. Hoi du se la hoa, hoi du se la hoa, hoi du se la hoa. Hoi ravela hoa, hoi ravela hoa, hoi ravela hoa. Oh, du se la ho. Դեսա երկել են միջև լույս։ Այսքանը։
Հարցեր կան։ Հա, խազերը նվիրում եմ ձեզ 5 հատոր, գիտեք, կոմիտաս ասեցի 20 տարի զբաղվեց, թե չգտավ ես շարունակեցի իր գործը եւ գրեցի ես 5 հատորը, առաջի հատորը առոգանությունն է, ինչպես է եկեղեցում ասերգում, լսել եք սրբով ավետարան Հիսուսի Քրիստոսի ասերգա, ոչ երկա, ոչ խոսք, սա ամբողջ 5 գրափարի ասերգն է, ոչ թե այսօրվա, ոնց է եղել շատ առաջ հնում վերականգնված ամբողջ մատենադարային ձեռագրերի եւ աղբյուրների սա տաղաչափությունն է, ռիթմիկան, ռիթմը շարականների եկեղեցական երգերի հին, այսինքն խազերից, ամբողջ խազերով է, սա լադերն են, ինչ լադերը, սա խազերն են եւ խազերը եւ ամեն խազի նշանակությունը, տեսեք այս խազերը նշանները այստեղ երևում է, ասեն սրանք այս խազերն են եւ վերջում վերծանություն, վերծանված հին երգերն են, որ խազերից վերծանված է նոտաների եւ այսօր կարող են երգել։ Այսքանը, այստեղ։ Սա էլ իմ կոմիտաս գիրքն է, այս պիտի մեծ տանեմ, սրանց մի օրինակ ունեմ, որ պատվերեն կյանքը եւ գործը, գրեցի։ Սա այսպես, եթե հարցեր կան, խնդրեմ։ Բարի Պարոն Շահնազարյան, մատ հարցելի կբացատրեք ոնց է որ բնության մեջ երաժշտություն չկա, բայց մեր երգերը բնության երգերն են, էլի այդ պահը։ Երաժշտություն չի, դա բնության օրենքը, օրինակ լարը երաժշտություն չի։ Բայց երբ որ լարը կիսես Պյութագորասը, ասենք այդ լարը դո է, ձայն է հանում։ Ձայնի օրենք, ֆիզիկայի օրենք, ձայնի ֆիզիկա, դա երաժշտություն չի։ Դրա համար պիտի գտնես երաժշտության, ոչ թե երաժշտություն գտնես, պիտի գտնես օրենք, որ երաժշտության համար օգտագործես, որ այդ օրենքով երաժշտություն գրես, բնության օրենք։ Այստեղ հարց կա։ Կներեք, հնարավոր է լեկցիաների խազերի վերաբերալ, թե ոչ։ Ինչպես։ Խազերի վերաբերալ։ Կծանձրանաք, սա գիտություն է։ Ծանձրան։ Մի անգամ կարելի է անել խազեր։ Այո։ Մի րոպե։ Լարի ֆիզիկան ֆիզիկայում այդ հատուկ առանձին թեմա է։ Ամբողջ մաթեմատիկական ֆիզիկայում լարի ֆիզիկան առանձին թեմա է եւ հարմոնիայի այդ ներդաշնակության օրինաչափությունները մաթեմատիկորեն լրիվ բացատրված են։ Հատուկ դասագրքեր կան ֆիզիկան եւ երաժշտություն։ Այդ հայտնի բանը ես այդ մասին չեմ ուզում ասեմ, ես ուզում եմ խոսեմ այդ բնության երաժշտության մասին։ Վիկտոր Համբարձումյանին մի անգամ դասից հետո հարցրեցինք, թե ովքեր են ձեր կարծիքով հանճարեղ ֆիզիկոսները։ Ինքը երկու անուն է տվել՝ Նյուտոն եւ Մաքսվել։ Եվ Մաքսվել։ հա։ Մաքսվելը ինքը այդ բնության երաժշտությունը զգալով, լսելով, այդ օրինակը մենք միշտ բերում ենք դասերի ժամանակ։ Ինքը նստել է եւ ոնց է նոտագրությունը, չէ՞ արվում։ Ինքը գրել է մաթեմատիկական ամենաբարդ դիֆերենցիալ հավասարումները, որոնք նկարագրում են էլեկտրոմագնիսական ալիքների ամբողջ տարածման փոխազդեցության օրինաչափությունները առանց արտածելու։ Այսինքն այդ բնության երաժշտությունը։ Այո, դրա համար մտածում են, որ այդ ապագայի երաժշտության նոր բան գտնելը պիտի ֆիզիկոսների հետ համագործակցեն, որ կարողանան ինչ-որ նոր դասական ֆիզիկայում այդ ամեն ինչը կա, ասում եմ, հատուկ թեմա է լարի ֆիզիկա։ Այո, այո։ Այդ թե գամման դուք ոնց ստանաք, որ նոտան, որի հետ կարելի է նվագել, որը չէ, այդ լրիվ ֆիզիկա է, բարձրում է դրանց հաճախությունների մեջ օրինաչափություն կա։ Իհարկե։ Այդ բազմապատիկներն են, բանը նոր պատահական չի, էլի։ Մենք Երևանի պետական համալսարանի աստղադիտարանում միջոցառում արեցինք մշակույթի կենտրոնի հետ համատեղ, կոչվում էր տիեզերքը եւ մշակույթը։ Հա։ Որտեվ կարգախոսնել են, որ մշակույթը սկսվում է տիեզերքից, այսինքն բնությունից։
Եվ այն մարդը, ով որ զգում է այդ, օրինակ մաթեմատիկան ինչ բան է, մաթեմատիկան այդ օրինաչափությունների ուրեմն արտահայտությունն է, նկարագրությունն է հատուկ սիմվոլիկայով։ Բայց էլի այդ երաժշտությունն է, իհարկե, ճարտարապետությունն է, մենք միշտ համեմատում ենք ֆիզիկոսներս Բախի այդ երաժշտության հետ, Բեթհովենի երաժշտության հետ, որը միայն այդ խորությունն է, որ արտացոլում է բնության այդ խորությունը, որը ցավոք սրտի եւ շատ բնական է, մեզ դեռ անհասանելի է։ Հատա, ուրախ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Ես շատ քիչ բան գիտեմ Թումանյանի եւ Կոմիտասի համագործակցությունից։ Դե քիչ բան կա, դրա համար է քիչ բան։ Անուշի ստեղծման վերաբերյալ։ Համարյա բան չկա։ Չկա, հա։ Չէ, ինքը Անուշը ուզում էր գրել, հատվածներ գրեց, պահպանվել են այդ երգերը առանձին, բայց Թումանյանը իր Անուշը մի քիչ ուրիշ էր, շատ ժողովրդական, շատ բան, բայց Թումանյանը տեն ժամանակ չունեցավ, որ հանդիպի լիբրետոն գրեն ու տենց էլ Պիտի մոծակից վախեցար։ Նամակներից մեկում Կոմիտասը պիտի մոծակից վախեցար չեկա։ Մյուսն էլ Կոմիտասի բանաստեղծությունները ինչպես է գնահատում։ Սովորական, հենց հիացած չեմ։ Չէ։ Դե ինչի պիտի բանաստեղծելներ, ինքը երկեր էլ ունի գրած, բայց այն ինչ որ ինքը արել է, այդ ժողովրդինն է ու այդ բանն է, ոչ թե իրա գրած երկերը։ Ռոմանս ունի, բան ունի գրած, բան, բայց դրանք մտածում եմ, որ Կոմիտասը ստեղծել է։ Դրանք երկի բառեր է, ինքը դրանք գրել էր, որ երկ գրի այդ բանաստեղծությունների վրա։ Հա։ Կոմիտասը ստեղծել է ու ժողովրդին է վերագրել։ Չէ։ Որը երկերը։ Հա։ Գիտեք, այդ կարծիքին էր Սպենդիարյանը, բայց այդ երկերը երկել են, ինքը տարբերակներով ունի գրառած, ոնց ստեղծի, որ էսի եւ գրածա որտե են երկեր, Սուրմալու, Լորի, անուններ էլ կան, ովքեր են երկել։ Բանը Սպենդիարյանը չհավատաց, ասեց, այս երկերը ժողովուրդն է երգում, sense բացեց նայեց, ասին հա, ասեց ինձ տարեք գյուղերը, իրան տարան գյուղերը, ասին մեծ կոմպոզիտոր է, եկեք երգեք, գյուղացի երբեք տենց չի երգի։ Ինքը օրորոցային կամ երգեր ձայնագրելա շատ անգամ կտուրում թաքնված, որ ազատ երգեն ինքը գրանցի դա տանը եւ գութաներն էլ ինքը գնացել է գութաներգի գրառի իրան հետ են ուղարկել Վարդաբլուրում, ասել են գութաներգի երգում են վարելուց, գնա վարելու եղանակին գնացել է աշուրնա եկե, գնաց հետա եկե եւ դաշտում հետևներից գնացել նոտագրել է, ես որ ուսանողի 90 տարեկան այնտեղ ծերունի կար հիշում էր, որ տերտերը գնում էր, ասում է նոր բան էր գրում թղթի վրա, որտեղ Վարդաբլուրում նշեցին այդ 100-ամյակը, որ այդ երգը Կոմիտասը գրառել է, եւ Սպենդիարյանին տարան գյուղերը եւ այդպես բերեցին ու երկու մեծ կոմպոզիտորով կերքի կամ այդ հարսանը կամ հարսի լացը, որ տնից դուրս է գալի, մենակ կանայք են, այդ մենակ թաքուն կարաս լսես։ Այդ ոնց կարա Սպենդիարյանը լսի այդ երգերը։ Դրա համար եկավ ասեց Կոմիտաս Վիլիկի միստիկատոր։ Չմտածես։ Չէ, դրանք մեր ժողովրդի երգերն են, մեր ժողովրդի պարերն են, մեր ժողովրդինն են։ Հա, Թումանյանի հետ տենց էլ այդ ստացվեց։ Ինքը ասենք դուք Անուշը լսել եք, չէ՞ Տիգրանյանի։ Հա, դա ուրիշ է։ Այնտեղ աղջի անաստված, նստիր վրանում, հիշում եք, չէ՞ երգերը։ Իսկ Կոմիտասի մոտ մի քիչ ուրիշ ձև է, էլի ինձ իսկական են գյուղացին են կրակով բանով աղջի անաստված նստիր վրանում ինչ ես դուրս գալի խելքամաղանում աշուղ ես արել չես հանգստանում խաղեր չափելով չոլեր չափելով ոչխարը սանտեր ընկել եմ անդեր քուհերն ու մերը թե որ ինչ չտան արին կթափեմ ես գետի նման այս իրուն աղջիկ դարարարարարամ հետո քուհերն ու մերը դար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 իք երևի սազով պիտի նվագեին, էլի։ Հասացի Դավիթն էլ էր ուզում գրել ինքը, էլի այդ չկրգրես, բայց շատ հատվածներ պահպանվել են, որ չեն երգվել, էլի, շատ հատվածներ կան, որ ժողովրդական իրա գրառումները կան էպոսի երգերի, որ գրառել է ասացողներ, չէ՞ որ ասացողները երգում էին, Գարեգին Սրբանցյանը մյուսները նոտա գրել չգիտեին, դրանք երգում էին, իրանք էպոսի տարբերակներն էին գրառում, բանասերները,
բայց ինքը գրառեց էպոսի երգերը եւ դրանք հրաշք երգեր են։ Պարոն Շահնազարյան, Տիկին Նանահերունու խոստացված հարուստ տպավորություններով երեկոն ավելիով իրականացավ, իսկ հիմա հարցս, երկմտում էի տվյալ հարցը հնչեցնեմ թե չէ, խնդրում եմ դավադրական չհամարեք, պարզապես քանի որ ոչ պատահական մարդուց եմ լսել նման տեսակետը, մասնավորապես Անդրանիկ Ներսիսյանին գուցե ծանոթ եք, Գյումրու ժողգործիքների համույթի երաժշտական ղեկավարն է եղել եւ կոմպոզիտոր, անձամբ իրենից եմ այս տեսակետը լսել եւ կուզենայի անձամբ ձեզանից որպես կոմիտասագետ այդ հարցի պատասխանը լսել, ուրեմն ինքը չի ընդունում կոմիտասին, համարելով, որ կոմիտասը ստերիլիզացրել է մեր ազգային երգը, ազգային ոգին հանելով ժողովրդական երգերից, ինչ կասեք այդ մասին։ Անդրանիկը շատ լավ տղա է, շատ տաղանդավոր տղա է, ինքը ջայլ ժամանակ Գյումրիի առասպելի թատրոնի, Աննա Պետրոսյանի առասպելի թատրոնի համար շատ հրաշալի երաժշտություն էր գրում, շատ տաղանդավոր, շատ գեղեցիկ, շատ հին հայկական ոճով, բանով։ Հետո անցան տարիներ լսում եմ ինչ-որ ժողգործիքների կոնցերտ գրած, լրիվ այդ բանը թողել է իրա, ընկել է Պեչեն ու Բաղջեքը իմ կարծիքն է, այդ ոնց որ ժայռից ընկնես ցած, թե ինչի, ես գիտեմ, որ ինքը ինչ-որ առանձնացել էր, խռովել էր մարդկանցից, ինձ ասին գյուղում ապրում, չի շփվում ժամանակին, հենց որ ամեն ինչ կար ասի, եթե իրան ներելի է, թող ասի, իհարկե տենց չի, ինչ արել, ինչ անշկում, ստիլիզացրեց, օրինակ այդ բառը ես չեմ հասկանում, ինչ անշնակում, ստիլիզացնել, ինչ անշնակում, չեմ հասկանում, ստիլիզացնել է ինչ է, մեր բառանում տես բառ չկա, ազգային ոգին հանել է, այսքան եղել է մեջը, բայց հանել է, ինքը վերցրել է երգը, մեջ ազգային ոգի է եղել, հետի հանել է մեջից, սպրիչ է, ինչ է, ոնց կարաս հանես, եթե երգը կա ազգային ոգով երգը, ոնց ոգին կհանես մեջից, ինքը Անդրանիկը տեղյակ չի իր երգերից նախ, ես ասեցի 1300 երգ ընդհանրապես չի երգվել, եթե Անդրանիկը մտածում է իր համար ազգային ոգին, չգիտեմ որ երգն է, էդ էլ կգտնի այնտեղ, Կոմիտասը գրառել է բոլոր հայկական երգերը, Կոմիտասից հետո գրառել են 20,000 երգ ակադեմիան, 20,000 երգ ակադեմիան, ձայնագրած, 10,000 երգ կոնսերվատորիայում, արեց 30,000, հա, մի 5,000 էլ բանի ինստիտուտում կար, ազգագրության ինստիտուտում, 35,000, էդի գիտեք ինչ թիվը, ամեն ազգի մոտ գնաք ասեք, բայց այդ 35,000-ի մեջ դուք մի հատ երգ չեք գտնի, որ իր մոտ չլինի, դրանք սաղ տարբերակներ են, իր մոտ մայր օրինակներն են, ես հայ երաժշտությունը պտտվում է 500 երգի շուրջ, մնացածը տարբերակները, ամբողջ երգերը, ես այդ 5 երգերը երբ որ ձայնագրում եմ, դրել եմ, բոլորը ձայնագրել եմ, հարյուրավոր երգեր, դրել եմ Armenian Music.am-ում, մենակ հայերն են տես բան արել, ոչ մի ազգ չունի, որ բերես գրես Armenian Music իր ազգով ու բերի լավաշ ամբողջ ժանրերով, աշխատանքային, հարսանյաց, ողբի, լացի, էպիկական, մանկական, կատակ երգեր, սիրո երգեր, ժանրերով դրած այսենց ամբողջը, հա? Եվ այդ հատոր տպեց ակադեմիան 15 հատոր այդ երգերը իրանց գրառած։ Ես այդ 15 հատորից ու կոնսերվատորիայից հերթեցի, մի երգ չընտրեցի, որ այդտեղ ձայնագրեմ այդ 500-ից, այդտեղից չգտա, որովհետև այդ ամբողջը ինքը ու իր աշակերտները ձայնագրել են, Սպիրիդոն Մելիքյանը, օրինակ դուք Սասունի երգերը, որը գիտեք, չէ, որ երգում են այսօրվա Սասուն, բայց ինքը այն հին սասունցիներից է ձայնագրել, չէ, որ քրդականի նման են շատ երգեր, ասենք երգում են լելեմ 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 մայրոս վոքսիրոն շատ խորոդի խաղիկներով, բայց հələ Սպիրիդոն Մելիքյանի կոմիտասի աշակերտի գրառած Սասունի երգը, ես Սասունների մոտ երգում են, այդիկ մեր երգ չէ, ո՞նց դերը չի, գրառել է հենց Սասունից, մեր տուն ու ձեր մոտիկ բաումբիլ, խանջարը քաշեք մսրան մոտիկ բաումբիլ,
տեսնենք վիրյարնա խորոդիկ բաումբիլ իմ յարքնցքու յար խորոդիկ բաումբիլ խոշ բաումբիլ թոյ բաումբիլ հոյ բաումբիլ սա սասունի երկար ոգին մեջ է էլի այմ այսի անդրանիկը որ լսեր կասեր ոգին սրա մեջ կա Ձեր այս օվգյանոսմը խորությամբ ունեցած գոմիդասագիտությունը եւ դարիների ձեր բաշարը ինչպես եւ որքանով է փոխանցում նոր սերունդին մեր երջախումբերին չեզոքացնելու համար համաշխարհայնացման այդ քրոը որ դրվել է որովհետեւ մեր սերունդը allևս ասով չլսե ասեմ ոնց եմ ես միջև այսօր ուսանող տարիներից միջև այսօր մանկապարտեզներում դաս եմ տալիս դպրոցի հետ աշխատում եմ դպրոցների եւ սովորեցնում եմ մեր երգերը երկարան ունեմ մանկական 104 ժողովրդական մանկական երգ ես եմ կազմել եւ ամեն տարի հունիսի 1-ին կամ 3-ին 2000 երեխա դպրոցներից հավաքվում է ես ղեկավարում եմ երգում են կոմիտաս կամ բան նոր 10 երգ 2000 երեխա ինչ կարանք անում ենք բայց այս ռաբիսների հետևից չենք ասնում որովհետեւ դա պետությունը պետք է անի այդպիսի բան անելու համար պիտի պետության ուժն է պետք այդ գիտակցությունը չկա խնդրեմ Բարև ձեզ Պարոն Շահնազարյան այդ գրքերը որ տպագրել եք 5 հատորը հիմա դուք առաջարկում եք մեզ հասարակ ժողովրդից բայց չէ երաժիշտներին տվել եք արդյոք հա դե ավելի հասկանալի լինի իրաց ես խոսք եմ տալի ձեր երաժիշտներին իմ համարը գրեք ով ուզի իրան 5 հատորը կնվիրեմ որպեսզի կարողանան իրանք այդ խազերը իրանք վերծանեն դարձնեն երաժշտություն գործիքային դարձրած է հեսա այդտեղ նոտաներով կա եւ վերեն է խազերը թող իրենք նվագեն մենք էլ կլսենք ուրախանանք նվագել չի սրանք երգում են Երգեն կամ հա շնորհակալություն այո խնդրեմ հա մի րոպե Շնորհակալություն դասախոսության համար ուզում եի հարցնել ինչպես եք վերաբերվում Համբարձում Լիմոնջյանի նոտագրության համակարգին, որովհետև հայտնի է վերաբերվելու բան չկա, նոտագրության համակարգը հայերը դա ստեղծեցին, որ նոտագրեն թղթի վրա, նոր համակարգ 19-րդ դարի։ Առանց հնգագծի պարզապես նեղեդիների վերաբերվում։ Նոտագրության համակարգ, որ կարող եք թղթի վրա նոտագրել։ Ասենք ասին այս նշանը, այս նոտանը, այս։ Այլ հարց է ուզում տալ։ Արդյոք ավելի հեշտ է Լիմոջյանի համակարգով հայկական մեղեդին գրելը, թե դոռեմիով Կապ չունի, երկուսով էլ հեշտ է, եթե կարող ես տիրապետում ես։ Կոմիտասը, եթե այնպես է։ Կոմիտասը տենց է գրել, որտեվ Էջմիածնում տենց էր ընդունված, որ տենց Լիմոջյան համակարգով են գրում։ Դե հայերը ուրիշ տեղ հարցեր կա, էլի, այդ մասին առանձին երևի դա կարճ ասեմ։ Հայերը, երբ որ 19-րդ դարում ստեղծեցին այդ Լիմոնջյանը համակարգը բերեց, այդ ժամանակ արդեն Բախ, Մոցարտ, Բեթհովեն, այսինքն եվրոպական նոտաները լավ գիտեին։ Հիմա ձեզ հարց եմ տալի, գիտեք ինչի չբերեցին եվրոպական նոտաները, ասեն հեսա եվրոպական նոտա գրանցեք մեր երգերը, պահպանեք, որովհետև ասին մեր երգը կիմանան, գողանան, հոգևոր երգը աշխարհում բացի հայից ոչ ոք չպետք է կարդա։ Մի հատ նոր նոտագրություն ստեղծեցին, այն էր 19-րդ դարում, ու դրանով սկսին նոտագրել մերով, ու ով որ գիտեր այդ նոտագրությունը, դարձրել են իրան փեշակ, որ ինքն է մենակ ու աստված է, Կոմիտասը հոդվածել ունի, որ իրանց ոնց էին պահում այդ մարտիկ, այդ կիսագրագետ, մի հատ նոտագրություն են սովորել, ու իրանց պահում են, այ խազերը տենց կորավ երևի, որ բոլոր ազգերը ովքեր խազեր ունեն, դասագիրք են թողել, հույները ունեն, լատինական համակարգը աշճանաբար անցավ, իսկ մեր մոտ հանգարց պարզվեց մի քանի հատ խազի մացող ինչ-որ կիսաբանա մնացել արդեն աշխարհում, որի մոտ գնում են եվրոպացի գիտնականները, Շրոդերը, Վիլոտոն եւ այլն, այդ մարդկանց մոտ լեզուն չէին հասկանում, չեն հասկանում ինչ ասում, ու տենց կորավ գնաց, որովհետեւ բանը փեշակ էին դարձրել, հա, ոնց որ աշակերտի սովորացնում էր, ասում էր չոքի վարպետը, որ ոչ մեկի չի սովորացնի, կոշկակարական բանը,
այ Բխտար Սեբաստացու կյանքը նայեք, տիպիկ դրա օրինակն է, երբ որ գնում է Էջմիածին գիտություն սովորելու կամ բան, դասատուն ամբողջ օրը տանը աշխատանք, չլում, բազար, բան ստեղ, ինչա մի հատ գիտություն պիտի տակ, պահում էին ոնց որ այտենց էլ այդ Լիմոնյանը ստեղծեցին, որ մենակ իր ձեռին լինի, իրանք իմանան իբր հայ երաժշտությունը, հանկարծ եվրոպացին հայ երաժշտությունը չգողանա, դրա համար Կոմիտասը երբ որ հանեց դուրս, աղմուկ եղավ, չէ, իրան ինչ ասես չասին, վերևից արգելեցին, համերգի վաղ թուղթ եկա, որ արգելում են քո համերգը։ Դու իրանք չունես, հայ հոգևոր երաժշտությունը հանես դուրս, օտարներին 10։ Դա մենակ մեր փակ եկեղեցու մեջ պիտի ինչի։ Հետո ինքը որ ձայնապնակ արեց, այդ որ երգում է, չէ, քանի երգ, ինքը էլի կաներ, այդ եղբայրները հայ էին այդ ձայնապնականող, բայց եկեղեցին հենց մի հատ վայնասուն բարձրացրեց, հարցակվեց վրեն, որ դու ոնց վարդապետ ձայնապնակ ես անում, էդի նման էր ոնց որ ստրիպտիզ արե, ինչ արե, հասկանում եք, եւ ինքը դադարեց։ Այդ թե չէ մենք այսօր կունենայինք այդ բաները, երգերը։ Այդ Լիմոնյան սիստեմի մասին։ Ես այդ սիստեմով եմ երգում, որովհետև շարակնոցը այդ սիստեմով է լույս տեսած, ես ունեմ տունը։ Դրա համար ես այդ սիստեմով եմ աշխատում։ Ընդհանրում է, որ մոտադրությունը, որտեղ ցածր քառորդ հնչյուններ չի ցույց տալիս։ Չէ։ Ընդհանրում է, որ դորեմին ճիշտ չի արձակվում։ Չէ, նա էլ չի ցույց տալի, նա այդ քառորդ հնչյուններ չի ցույց տալի, նույն բանն է։ Այդ հայերը, որ վերևը մի հատ գիծ են դնում, դա Քուշնարյանի հորինած հիմարությունն է։ Մենք չունենք քառորդ հնչյուն, մերը մաքուր է, մեր եկեղեցական երաժշտությունը։ Այդ թուրքականի բանում է, թուրքական արաբականում է երրորդ տոնը ցած, եւ Քուշյանը վեկալել է, նրանց նման դրել է։ Ինչա ասենք պոլիսեցին տենց է երգել։ Պարոն Շահնազարյան, իմ հարցը հետևյալն է։ Խազագիտության վերծանումը, բացահայտումը ինչ տվեց եւ դրանով վերջին 100-ամյակի ընթացքում ովքեր են զբաղվել։ Ես գիտեմ, որ Թամիզյանն էլ խազագիտություն։ Իմ դասատուն էր Թամիզյանը։ Ես իրան եւ իրեն հաջողվեց այդ ամենը բացահայտել։ Ինքը ոչ մի երկ չի վերցանել, ոչ մի երկ։ Ինքը գրել է տվյալների մասին, որ այս բանշանի մասին էս տվյալներ կան, այսպես բան, աղաքին հոդվածներ ունի 100-ավոր, իմ ուսուցիչն էր։ Եվ բան, բայց ասենք որևէ երկ վերցանության փորձ չի արել։ Խազերի նշանակությունը, որ այս խազը կարող է այսպես Աթայանն է զբաղվել, այս գրքում ունեմ ովքեր են զբաղվել, հերթով գրել եմ ովքեր զբաղվել են, բայց աշխատություն ոչ թե հոդված, շատերն են զբաղվել, զբաղողներ կան, որ զանգում են պարոն Շահնազարյան, եկել է կոնսերվատորիա, ասում են ոնց ասում է երազ է տենում, երազում ասում են որ խազը ինչա։ Հենց զբաղողներից սկսած միջև բայց ասենք աշխատություն միայն ունի գրած Աթայանը, Թամիզյանը ու մենագրություն որպես ընդհանուր ամբողջ բանը, էսա իմ 5 հատորն է։ Ստեղ Թամիզյանի արածն էլ կա, Աթայանն էլ կա, Կոմիտասին էլ կա։ Իրանք չէին գրել Կոմիտասի մասին։ Կոմիտասի արածը ասում են կորած է։ Երբ որ ես արխիվը փրփրեցի, երևի չէին հասկացել։ Աթայանը ինչ ես կարող մեղադրես, շատ ժամանակ չի ունեցել, որովհետև Աթայանը դեռ Կոմիտասի երգերն էր հրատարակում, հա։ Երբ որ ես ուսանող տարիներին երաժշտագիտական ձեռագրերը Կոմիտասի հանեցի, այնտեղ քսերոքս կար, նոր էր դուս եկե, իմ համար ամբողջ քսերոքսին տվին ինձ, ամբողջ արխիվը, իմ տունս ունեմ պատկերներով, առաջի քսերոքսն է եղել։ Եվ այնտեղ ես այդ ձեռագրերը առանձնացրեցի Կոմիտասի ու հանգարց գտա ձեռագիր, որտեղ գրած է խազերի բանալին։ Այս ինչ խազը սա է, սենց պետքա, էսի բանալին սա է, հիմնված է այս բանի վրա ու հետո ինձ ասին, որ տպեցի ես Կոմիտասի գործերը, այս ակադեմիան մեր ժողովուրդը կներեք մի հատ խոսք ուներ, բան մանտրաշնգ ասես մի տեսակ, ասես ոնց թե էլի, սենց բան Կոմիտասի բան, սա Կոմիտասի վաղ շրջանի գործերն են, դա իրա ու շրջանի շուտվա էլի, վաղ փորձերն են, հետո ես բռնեցի տպեցի թիվը Կոմիտասի ձեռով գրած, 1914 թիվ, իրա ձեռով, վերջի տարին է, որ բան, ինքը 10 թվին էր գրել, որ գտել եմ խազերի բանալին, կարդում եմ պարզ խազերը։ Գավաթներում կա, որ մի եպիսկոպոս Արևմտյան Հայաստանից, չեմ հիշում հիմա ազգանունը,
գիրք է ունեցել խազերի վերցանման եւ անընդհատ կոմիտասը 300 ռուբլի էր փնտրում, որ այդ գիրքը գներ։ Ուրեմն մենք ասեմ դրա մասին մենք 1800-ական թվերին ունեինք Հայաստանում կար միջնադարյան պահպանվել էր միջնադարյան մարդ 1800 թվին Հայաստանում պահպանվել էր միջնադարյան մարդ միջնադարյան մարդ ասելով ինչ հասկանում այս մարդը գրում էր գրքեր տպում որ դա միայն կարար գրվեր ասենք 12-րդ դարում 12-րդ դարում մեկ է էլի այս մարդը բաներ գիտեր այս մարդը գրում էր որ խազերի մասին գրքեր էր տպում եւ տպում էր բաներ գիրք որ խազերի մասին որ խազերը սա են սա որ ինքը կրող էր վերջի խազերի իմացող խազերից ինչ որ բան իմացող վերջին մարդն էր Գրիգոր Գապասակալյան միջնադարից մնացած ոնց որ մամոնտի բացի ասում եմ մարդ էր եւ կոմիտասը նրանով այնքան էր հետաքրքրված վերելուծում եւ նրա միջոցով շատ բան բացահայտեց օգնեց Գապասակալյանը որ ինքը խազերի կարողացավ ինչ որ բան վերցանի Գապասակալյանի այդ նյութերը օգնեցին որտեղ այնտեղ տեղեկություն կար օրինակ շատ մոտ բռնող ձեռագրերին որ այս խազը 5 աստիճանա ցույց տալի այս խազը 2 աստիճան աշճանները գրել էր այս խազը ցույց տալի 2 աստիճան վայրեջք 2 աստիճան Գապասակալյանը որ սա ինքը պահել է եւ հունական խազերի մասին էր տեղյակ էր ինքը հունական բյուզանդական խազերից բանից տեղյակ էր այս իմ գրքում ամբողջ Գապասակալյանը վերլուծված է ստեղ Գապասակալյանը ինչ է ասում ցանակ եւ կոմիտասը նրա բան է բայց Գապասակալյանը մի գիրք էլ ուներ որ Պայլյանը նկարագրում էր ամսագրում պոլիսի մի ամսագրում բազմավեպում էր թե որտեղ այդ գիրքն էր ուզում ձեռք բերի Պայլյանը վաճառում էր 300 ռուբլով կոմիտասը 20 տարի չկարողացավ այդ գիրքը առնի իրան այդ փողը չտվեցին եւ այդ գիրքը Եղեռնի տարիներին կորավ գնաց մյուս գրքերի հետ այդ շատ արժեքավոր գիրքը այդ գիրքն է եղել իսկ Գապասակալյանի մյուս գիրքը որ լույս տեսած էր էլի կարեկավոր գիրք ունի ուրիշ գիրք Ջիվանին է նվիրել Գապասակալյանի Թիֆլիսում երբ որ մնացել է Ջիվանու տանը Ջիվանին ասել է քեզ մի հատ լավ նվեր ունեմ շատ է ուրախած է կոմիտասը Գապասակալյանի գիրքն է Գրիգոր Գապասակալյան մեր վերջի խազերի իմացող ինչ որ բան մարդը եւ մեծ մտավորական Այսինքն այդ գիրքը տպագրվել է, բայց ոչ մի օրինակ չի։ Չէ, էդի ձեռագիր է եղել։ Այդ մեկը չի տպել։ Այդ Պայլյանը, որ վաճառել է 300 ռուբլով, ձեռագիր է եղել։ Ցավոք սրտի Եղեռնից հետո այդ գիրքը անհայտացավ չկա։ Սենց էլի։ Այդ 300 ռուբլին ումից ուզեց կոմիտասը նամակով եկեղեցուց ուզեց, եկեղեցին չտվեց, վեհափառը գնում էր բան, ասեց, որ դրան տեսնես ուզի գոնե տա էլի տանք իրան արտագրեմ, տամ, էլ չտվեցին արտագրի։ Շպիոնաժ է։ Եթե հարցեր չկան։ Ես էլ ասում եմ վերջում մեր Արամ Մարտիրոսյանն է մեր գրող նստած։ Շատ հայտնի դեպք ունեմ իր հետ կապված, ինքը չգիտի։ Ես մի տարի 7 ամսով Ամերիկա է գնացել, այնքան նման ենք իրար, կինս փողոցում տենում է, մեկը ոտերը թուլանում է, ասում ես, Արտուրը թակուն եկել է, ինձ չի ասում։ Ասի ասում են, եսի բանն է, Արտուրը չի է։ Այսպես հավարտեցինք դեզի լավ օր հաջողություն այսպես կտամ ով որ այս հատորներից ուզում էր երաժիշտներ իմ համարը գրեք ես բան կանեմ կասեմ կվերցնեմ